Մեկ երիտասարդ սպասուհին ապրում է պարզ կյանք մեծ քաղաքում, բայց ամեն ինչ փոխվում է, երբ նա գտնում է իր մոր հին լուսանկարը մի խորհրդավոր միլիոնատեր հաճախորդի դրամապանակում, որը բացահայտում է, որ ճանաչել է նրա մորը եւ ասում է, որ նա երբեք չի լքել նրան, այլ ստիպված է եղել փախչել իր սեփական ընտանիքի սպառնալիքների պատճառով։ Միասին նրանք Էմբարքը ճանապարհ Truth բացահայտելու համար, դիմագրավելով խավարի անցյալին եւ դուրս բերելով գաղտնիքներ, որոնք փոխում են ամեն ինչ, ինչի հանդեպ նա հավատում էր իր ինքնության մասին։ Յուրաքանչյուր բացահայտմամբ երիտասարդ կինը ավելի մոտ է իսկապես մի պատմության, որը հարցական դարձնում է ամեն ինչ, ինչ նա գիտեր իր մոր անհետացման եւ իր իսկ ճակատագրի մասին։ Լուսինե Ալեքսանյանը սեղմեց իր սկոգնոցի ժապավենը, մինչ հետում էր Երանի Մաշտոցի պողոտայի ամենաէլեգանտ ռեստորաններից մեկի՝ Պալացցոյի աճող մարդաշատությանը։ 25 տարեկանում նա ապրում էր լարված աշխատանքային առօրյայով, իր ժամանակը բաժանելով ռեստորանի խոհարարական արվեստի ուսումնասիրությունների մեջ։ Ուրբաթ երեկոյան դահլիճը գրեթե լիքն էր, նա ճարպկորեն շարժվում էր սեղանների արանքում, հմտորեն հավասարակշռելով արծաթե սկուտեղները։ Իր շագանակագույն մազերը կոկիկ հավաքած, անթերի կեցվածքով, Լուսինեն մատուցողուհու այն տեսակն էր, որը գնահատում էին Պալացցոյի ամենապահանջկոտ հաճախորդները, զուսպ, արդյունավետ միշտ ժպտերես։ Սակայն այդ ժպիտի հետում թաքնված էր մելանխոլիա, որը նրան ուղեկցում էր մանկուց, իր մոր Նարինեի անբացատրելի բացակայությունը, ով անհետացել էր, երբ նա ընդամենը 3 տարեկան էր։ 12-րդ սեղան, Լուսինե։ Վեբ հաճախորդ, հատուկ ուշադրությամբ մոտեցեք, հրահանգեց Սերգեյը, ռեստորանի մետրդոթելը, մինչ կոկիկացնում էր իր անթերի կոստյումը։ Լուսինեն գլխով արեց մոտեցավ նշված սեղանին։ Մոտ 55 տարեկան մի տղամարդ, էլեգանտորեն հագնված մոխրագույն իտալական կոստյումով, նստած էր մենակ, ուշադիր դիտելով ճաշացանկը։ Նրա կերպարում ինչ-որ տպավորիչ բան կար, ուղիղ կեցվածքից մինչ ոսկե ժամացույցը, որը զուսպ կերպով փայլում էր նրա դաստակին։ Բարի երեկո, պարոն։ Իմ անունը Լուսինե է, ես այսօր երեկոյան ձեր տրամադրության տակ կլինեմ։ Կարող եմ ինչ-որ խմիչք բերել, մինչ դուք որոշեք, թե ինչ եք ընտրելու։ Տղամարդը ճաշացանկից բարձրացրեց աչքերը մի ակնթարթ կարծես սառեց։ Նրա մուգ աչքերը հարվեցին Լուսինեի դեմքին, դժվարությամբ վերծանվող արտահայտությամբ, ինչ-որ բան զարմանքի անհավատության մեջ։ Դուք լավ եք, պարոն, հարցրեց Լուսինեն, շփոթված։ Այո, կներեք։ Դուք ինչ-որ մեկին եք հիշեցնում ինձ, պատասխանեց նա, ապաքինվելով։ Ես կցանկանայի արգենտինական մալբեկ, խնդրում եմ։ Սոմելիեն կարող է խորհուրդ տալ բերքը։ Ամբողջ երեկո Լուսինեն նկատեց, որ տղամարդը զուսպ կերպով դիտում էր նրան, մինչ նա սպասարկում էր մյուս սեղանները։ Նրա մեջ ինչ-որ ծանոթ բան կար, թե նա վստահ էր, որ երբեք նրան չէր տեսել։ Երբ նա աղանդերով վերադարձավ նրա սեղանին, տղամարդն արդեն վճարում էր հաշիվը։ Հաճույքով սպասարկեցի ձեզ, պարոն։ Միշտ վերադարձեք, Պալացցո, ասաց նա քաղաքավարի։ Շնորհակալություն, Լուսինե, պատասխանեց նա, իր կրեդիտ քարտը դնելով կաշվե դրամապանակի մեջ։ Դրամապանակը փակելիս մի փոքր դիմանկար ընկավ հատակին, առանց որ նա նկատեր։ Պարոն, սպասեք։ Դուք սա գցեցիք, ասաց Լուսինեն, գրանալով դիմանկարը վերցնելու համար։ Հենց այդ պահին Լուսինեի համար աշխարհը կանգ առավ։ Լուսանկարում պատկերված էր մի զույգ արադարձային լողափի արջը։ Տղամարդը ակնհայտորեն ավելի երիտասարդ, նույն հաճախորդն էր, ում նա հենց նոր սպասարկել էր։ Իսկ նրա կողքին մի սահեր, շողշողուն ժպիտով կին էր, ում Լուսինեն կճանաչեր ցանկացած վայրում, նա նույնական էր իր կոմոդի վրա պահվող միակ լուսանկարին, իր անհետացած մոր լուսանկարին։ Նրա մատները դողացին, դիմանկարը բռնելիս, գլխապտույտի զգացումը պատեց նրան։ Ձայնը գրեթե խզվելով, նա հարցրեց. Ով է այս կինը լուսանկարում ձեզ հետ։ Տղամարդը նրբորեն վերցրեց դիմանկարը Լուսինեի ձեռքերից, նայելով նրան ցավի կարոտի արտահայտությամբ։ Մի շատ հատուկ մարդ, ում կորցրել եմ շատ տարիներ առաջ, պատասխանեց նա, դիմանկարը հետ դնելով դրամապանակի մեջ։ Ինչու եք հարցնում։ Նա շատ է նման ինչ-որ մեկին, ում ես ճանաչում եմ, Լուսինեն վարանեց։ Նրա անունը Նարինե՞։ Նարինե Ալեքսանյան։ Կարծես ինչ-որ մեկը սառը ջրի դույլ շպրտած լիներ տղամարդու վրա։ Նա ակնհայտորեն գունատվեց, նրա հայացքը նորից սկսեց ուսումնասիրել Լուսինեի դեմքի յուրաքանչյուր գիծ, այժմ էլ ավելի մեծ ինտենսիվությամբ։ Ինչպես եք իմանում այդ անունը, հարցրեց նա լուրջ տոնով։
Նա իմ մայրն է, պատասխանեց Լուսինեն, զգալով սրտի արագացումը։ Կամ էր։ Նա անհետացավ, երբ ես 3 տարեկան էի։ Տղամարդը շուրջը նայեց, կարծես հանկարծ գիտակցելով, թե որտեղ են իրենք, մարդաշատ ռեստորանում, մի զրույցի մեջտեղում, որը ակնհայտորեն չէր համապատասխանում այդ միջավայրին։ Կարծում եմ, պետք է խոսենք, ասաց նա, տալով նրան մի քարտ։ Իմ անունը Էդուարդ Մելքոնյան է։ Ես Մելքոնյան Investments խմբի սեփականատերն եմ։ Խնդրում եմ, վաղը առավոտյան 10-ին եկեք իմ գրասենյակ։ Ես կարևոր բան ունեմ պատմելու Նարինեի մասին։ Լուսինեն այդ գիշեր գրեթե չքնեց։ Կոնդ թաղամասի իր փոքրիկ բնակարանում, որտեղ նա ապրում էր իր մայրական տատիկի, տիկին Թամարի հետ, նա 1000 անգամ շրջվեց անկողնում, անընդհատ նայելով Էդուարդ Մելքոնյանի քարտին։ Իր մոր մասին ունեցած քիչ տեղեկությունները նա ստացել էր իր տատիկից, ով միշտ պատմել էր նրան, որ Նարինեն մեկնել էր արտասահման, հնարավորություններ փնտրելու, խոստանալով մի օր վերադառնալ դստեր հետից։ Ժամանակի ընթացքում հազվադեպ եկող նամակները դադարեցին, մինչ որ նրա մասին ոչինչ չիմացվեց։ Տիկին Թամարն այն ժամանակ ենթադրել էր, որ դուստրը նոր կյանք է կառուցել մոռացել անցյալը։ Բայց հիմա, այս անսպասելի հանդիպման առջ, Լուսինեն սկսում էր կասկածի տակ դնել այն ամենը, ինչ կարծում էր, թե գիտեր իր մոր անհետացման մասին։ Հաջորդ առավոտ, անքուն գիշերից հետո, Լուսինեն իր տատիկին գտավ խոհանոցում, նախաճաշ պատրաստելիս։ Տիկին Թամարը 70 տարեկան, պահպանում էր զարմանալի կենսունակություն իմաստություն, որը միշտ ուղղորդել էր Լուսինեին դժվար պահերին։ Տատիկ, պետք է ինչ-որ բան պատմեմ ձեզ, սկսեց Լուսինեն, դողացող ձեռքերով բռնելով սուրճի բաժակը։ Երեկ, ռեստորանում, ես հանդիպեցի մի տղամարդու, ով կարծես ճանաչել է իմ մորը։ Տիկին Թամարը ընդհատեց իր արածը, դանդաղ նստեց սեղանի մոտ, զգուշավոր արտահայտությամբ։ Ինչ տղամարդ, աղջիկս։ Մի գործարար։ Էդուարդ Մելքոնյան։ Նա մայրիկի լուսանկարն ուներ դրամապանակում, շատ հուզված էր, երբ ես նշեցի նրա անունը։ Անունը կարծես կայծակի պես հարվածեց տիկին Թամարին։ Գույնը լքեց նրա դեմքը, նրա բռնած գդալը մետաղական զնգոցով ընկավ սեղանին։ Էդուարդ Մելքոնյան։ Վստահ ես այդ անվան մեջ, Լուսինե։ Բացարձակապես։ Նա ինձ տվեց իր քարտը, խնդրեց, որ այսօր գնամ իր գրասենյակ։ Ասաց, որ կարևոր բան ունի պատմելու մայրիկի մասին։ Տատիկ, ինչ է կատարվում։ Դուք ճանաչում եք այդ տղամարդուն։ Տիկին Թամարը դժվարությամբ բարձրացավ, հենվելով սեղանին, մոտեցավ սենյակի փոքրիկ դարակաշարին։ Հին տուփից նա հանեց ժամանակի դեղնած թերթի կտոր։ Դա երիտասարդ Էդուարդ Մելքոնյանի լուսանկարն էր գործարար հանդիսավորության ժամանակ, ավելի քան 20 տարի առաջ։ Լուսինե, ասաց տիկին Թամարը դողացող ձայնով, ձեր մոր մասին կան բաներ, որոնք երբեք չեմ պատմել ձեզ։ Բաներ, որոնք խոստացել եմ գաղտնի պահել։ Ինչ բաներ, տատիկ։ Ինչ գիտեք այդ տղամարդու մասին։ Եվ ինչ կապ ունի նա իմ մոր անհետացման հետ։ Տիկին Թամարը բռնեց Լուսինեի ձեռքերը իր ձեռքերի մեջ, աչքերը լցված տասնամյակներ շարունակ զսպված արցունքներով։ Ձեր մայրը երբեք չի ցանկացել գնալ արտասահման, աղջիկս։ Նա փախավ։ Փախավ, ձեզ պաշտպանելու համար։ Եվ Էդուարդ Մելքոնյանը։ Նա ձեր հայրն է։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, սա կլինի լավագույն պատմությունը, որ երբեք կլսեք ձեր կյանքում։ Լուսինեն զգաց, կարծես հողը անհետանում էր իր ոտքերի տակից։ Իր տատիկի խոսքերը արձագանքում էին նրա մտքում որպես խլացնող զանգ, Էդուարդ Մելքոնյանը իր հայրն էր։ Ամբողջ կյանքում նա հավատացել էր, որ իր հայրը մի տղամարդ էր, ում իր մայրը կարճ ժամանակով էր ճանաչել, ով երբեք չէր ցանկացել ընդունել հայրությունը։ Հիմա նա հայտնաբերեց, որ ճշմարտությունը բոլորովին այլ էր։ Ինչպես կարող էիք այդքան տարիներ թաքցնել սա ինձնից, հարցրեց Լուսինեն, ձայնը խեղդված հույզերից։ Տիկին Թամարը սրբեց այն արցունքները, որոնք համառորեն թափվում էին իր հոգնած աչքերից։ Ձեր մայրը ինձ խոստացրել էր, Լուսինե։ Նա վախենում էր ձեր անվտանգության համար։ Մելքոնյանների ընտանիքը չափազանց հզոր ավանդական է։ Երբ Նարինեն, ընկերության մի սովորական քարտուղարուհի, հղիացավ պատրիարք Անտոն Մելքոնյանի միակ որդուց, կարծես աշխարհը փլվեց մեր գլխին։ Եվ ինչ եղավ։ Ինչու մայրիկը պարզապես անհետացավ։
Էդուարդը ցանկանում էր մնալ նրա հետ, ընդունել երեխային, բայց իր հայրը Անտոնը երբեք չէր ընդունի, որ Մելքոնյանների կայսրության ժառանգը ամուսնանա Նարինեի նման պարզ աղջկա հետ։ Նա սպառնաց զրկել Էդուարդին ժառանգությունից, ոչնչացնել Նարինեի կարիերան նույնիսկ։ Տիկին Թամարը վարանեց, վնասել ձեզ, եթե դուք ծնվեիք։ Այդ սպառնալիքների արջ ձեր մայրը փախավ, ձեզ Էդուարդին պաշտպանելու համար։ Բայց ինչու նա երբեք չվերադարձավ։ Ինչու ինձ լքեց։ Նա երբեք չէր ուզում լքել քեզ, սիրելիս։ Նա լուրեր էր ուղարկում, ուզում էր իմանալ, թե ինչպես ես մեծանում։ Մինչ որ հանկարծ նամակները դադարեցին գալ։ Ես փորձեցի գտնել նրան, բայց կարծես նա անհետացել էր երկրի երեսից։ Ժամանակի ընթացքում ես հավատացի, որ նա գուցե նոր կյանք էր կառուցել, գուցե վախենալով, որ Մելքոնյանների ընտանիքը կգտնի նրան։ Մելքոնյան Ինվեստմենտսի շենքը վեր էր խոյանում Երանի ֆինանսական սրտում, ապակե պողպատը երկնակ էր, որն արտացոլում էր ընտանիքի տնտեսական հզորությունը։ Լուսինեն դիտում էր իր սեփական աղավաղված պատկերը հայելային վերելակում, որը նրան տանում էր վերին հարկ։ Նա հագել էր պարզ մուգ կապույտ զգեստ, իր ունեցած ամենաֆորմալը, ամուր բռնել էր իր պայուսակը, որտեղ պահել էր իր մոր միակ լուսանկարը։ Վերելակի դռները բացվեցին անմիջապես նախագահական հարկում։ Էլեգանտ ընդունարանի աշխատողը նրան ուղեկցեց միջանցքով, որը զարդարված էր ժամանակակից արվեստի գործերով, մինչ մի ընդարձակ հանդիպումների սենյակ, քաղաքի համայնապատկերային տեսարանով։ Էդուարդ Մելքոնյանն արդեն սպասում էր նրան, կանգնած, պատուհանից դուրս նայելով։ Դուռը բացվելու ձայնը լսելով, նա շրջվեց, դեմ առ դեմ կանգնելու նրա հետ։ Շնորհակալություն գալու համար, Լուսինե, ասաց նա, մատնանշելով մի աթոռ։ Կարծում եմ, շատ հարցեր ունեք։ Իմ տատիկն այս առավոտ ամեն ինչ պատմեց ինձ, պատասխանեց Լուսինեն առանց շրջանցելու։ Նա ասաց, որ դուք իմ հայրն եք։ Էդուարդը դանդաղ գլխով արեց, աչքերում զսպված հույզերի խառնուրդ։ Այո, ես քո հայրն եմ։ Եվ չես պատկերացնի, թե քանի անգամ եմ երազել այս պահի մասին։ Նա խորը հոգոց հանեց, կարծես վերջապես կարող էր ազատել մի բեռ, որը տասնամյակներ շարունակ գրել էր։ Երբ երեկ քեզ տեսա ռեստորանում, կարծես ուրվական տեսա։ Դու քո մոր պատկերն ես, երբ ես նրան հանդիպեցի։ Եթե դուք իսկապես իմ հայրն եք, ինչու երբեք ինձ չեք փնտրել։ Ինչու թույլ տվեցիք, որ մեծանամ չիմանալով, թե ով է իմ հայրը, հավատալով, որ մայրս պարզապես լքել է ինձ։ Որովհետև ես չգիտեի, որ դու գոյություն ունես, պատասխանեց Էդուարդը անկեղծորեն։ Երբ Նարինեն անհետացավ, նա չասաց ինձ, որ հղի է։ Նա պարզապես մի նամակ թողեց, ասելով, որ մենք չենք կարող միասին լինել, որ ճնշումները չափազանց մեծ էին, որ մեր կյանքերը անհամատեղելի էին։ Ես տարիներ անցկացրի, փնտրելով նրան, վարձեցի դետեկտիվներ, բայց նա ամբողջությամբ անհետացել էր։ Եվ ինչպես կարող եք ապացուցել, որ ճշմարտությունն եք ասում։ Էդուարդը մոտեցավ իր սեղանին մի դարակից հանեց հին թղթապանակ։ Նրա մեջ կային Էդուարդի Նարինեի բազմաթիվ լուսանկարներ միասին, նրա գրած նամակներ, նույնիսկ Նարինեի սեփական ձեռքով արված հայտարարություն, որը թվագրված էր այն ժամանակվանից, երբ նա դեռ աշխատում էր ընկերությունում, արտահայտելով իր սերը Էդուարդի հանդեպ, բայց նա իր վախը այդ հարաբերությունների հետանքներից։ Ես երբեք չեմ դադարել սիրել նրան, Լուսինե։ Եվ երբեք չեմ դադարել փնտրել նրան։ Մի քանի տարի առաջ, վերջապես, մի հետք գտա։ Մի դետեկտիվ հայտնաբերեց, որ Նարինեին տեսել էին Դիլիջանում, Տավուշի մարզում։ Երբ ես հասա այնտեղ, պարզեցի, որ նա լուրջ ավտովթարի էր ենթարկվել քաղաքից փախչելիս։ Վթարը գլխուղեղի վնասվածք էր առաջացրել, նա ամբողջությամբ կորցրել էր հիշողությունը։ Լուսինեն զգաց, թե ինչպես է արյունը սառում իր երակներում։ Կորցրել է հիշողությունը։ Ուրեմն իմ մայրը կենդանի է։ Այո, Լուսինե։ Քո մայրը կենդանի է։ Բայց նա չի հիշում, թե ով է, ոչ քեզ, ոչ ինձ։ Նա 20 տարի ապրում է հիշողության վերականգնման մասնագիտացված կլինիկայում, Ծաղկաձորում, Կոտայքի մարզի մերձակա լեռնային քաղաքում։ Բժիշկներն ասում են, որ դա ամբողջական հետադարձ ամնեզիայի հազվադեպ դեպք է։ Նա ստեղծել է նոր ինքնություն, նոր կյանք։ Նրա անունն այժմ Քրիստինա Մարտիրոսյան է։ Արցունքները, որոնք Լուսինեն փորձում էր զսպել, վերջապես թափվեցին։ Իր մայրը կենդանի էր։ Նա չէր լքել իրեն սեփական ընտրությամբ։ Նա ընդամենը մի քանի ժամվա հեռավորության վրա էր, ապրելով բոլորովին այլ կյանք, առանց իր անցյալի, իր դստեր մասին հիշողությունների։
Ինչու դուք նրան չվերադարձրիք։ Ինչու նրան այնտեղ թողեցիք։ Բժիշկներն ասացին, որ վնասակար կլինի հիշողությունները նրա վրա պարտադրելը, որ վերականգնման գործընթացը, եթե հնարավոր է, պետք է տեղի ունենա բնականաբար։ Հիշելու պարտադրելու ցանկացած փորձ կարող է ավելի մեծ տրավմա առաջացնել։ Այնպես որ ես հեռակա կարգով հետում եմ նրա բուժմանը, կապ պահպանելով բժիշկների հետ, հրաշքի սպասելով։ Էդուարդը բացեց մի դարակ, հանեց մի ծրար։ Նրա մեջ Նարինեի, այժմ Քրիստինայի, այգում ժպտացող վերջին լուսանկարն էր։ Նույնիսկ 20 տարի անց Լուսինեի նրա մոր միջ նմանությունը տպավորիչ էր։ Վերջերս բժիշկները սկսել են առաջընթաց նկատել։ Հիշողության փոքր բեկորներ են վերադարձել։ Նա սկսել է կրկնվող երազներ տեսնել երեխայի, փոքրիկ աղջկա մասին։ Բժիշկները կարծում են, որ դա կարող ես լինել դու, Լուսինե։ Որ գուցե, վերջապես, նա սկսում է հիշել։ Լուսինեն դողացող ձեռքերով բռնեց լուսանկարը, ի վիճակի չլինելով հայացքը կտրել իր մոր պատկերից, ավելի ծեր, այլ, բայց այնուամենայնիվ, անհերքելիորեն իր մայրը։ Ուզում եմ տեսնել նրան, ասաց Լուսինեն վճռականորեն։ Պետք է տեսնեմ նրան։ Ես գիտեմ, պատասխանեց Էդուարդը, մի փոքր ժպիտով։ Դրա համար արդեն ամեն ինչ կազմակերպել եմ։ Մի մեքենա է սպասում մեզ, օդանավակայան տանելու համար։ Մասնավոր ինքնաթիռը պատրաստ է թռիչքի, հենց որ մենք նստենք։ Մեկնելուց առաջ Լուսինեն պնդեց տուն անցնել, իր տատիկի հետ խոսելու։ Տիկին Թամարը ուշադիր լսեց Էդուարդի բացահայտումները, արցունքներ աչքերին, հաստատեց, որ երբեք չգիտեր, որ իր դուստրը վերապրել էր վթարը։ Իշխանություններն ասացին, որ ողջ մնացածներ չկային, բացատրեց տիկին Թամարը, ձայնը խեղդված։ Քանի որ մենք հնարավորություն չունեինք այնտեղ գնալու, մենք հավատացինք նրան, ինչ մեզ ասվեց։ Աստված իմ, այսքան տարիներ իմ դուստրը կենդանի էր։ Դուք պետք է գաք մեզ հետ, տատիկ, ասաց Լուսինեն։ Մայրիկն էլ պետք է տեսնի ձեզ։ Էդուարդը անմիջապես համաձայնեց, մի քանի ժամ անց երեքն էլ նստեցին Մելքոնյան ընկերության մասնավոր ինքնաթիռը, մեկնելով Ծաղկաձոր։ Թռիչքի ընթացքում Էդուարդը ավելի շատ մանրամասներ պատմեց Նարինեի հետ իր պատմության մասին, թե ինչպես էին նրանք ծանոթացել, երբ նա սկսել էր աշխատել որպես քարտուղար ընկերությունում, թե ինչպես էր նրանց սերը մեծացել, չնայած սոցիալական տարբերություններին, թե ինչպես էր իր հայրը, Անտոն Մելքոնյանը, ամեն ինչ արել նրանց բաժանելու համար։ Իմ հայրը մեկ այլ դարաշրջանի մարդ էր, բացատրեց Էդուարդը։ Նրա համար ընտանիքի անունը, արյան մաքրությունը ամեն ինչ էին։ Մելքոնյանը չէր կարող ամուսնանալ առանց ծագման, առանց կարողության աղջկա հետ։ Նա սպառնաց ոչնչացնել ոչ միայն Նարինեի կարիերան, այլ ձեր երկուսի կյանքը, ասաց նայելով տիկին Թամարին։ Իսկ հայրդ հիմա որտեղ է, հարցրեց Լուսինեն։ Նա հիվանդացավ 5 տարի առաջ, պատասխանեց Էդուարդը։ Ինսուլտը նրան մասամբ կաթվածահար արեց, խաթարեց նրա խոսքը։ Այսօր նա ապրում է Նորք Մարաշի առանձնատանը, շրջապատված բուժքույրերով, բժիշկներով, բայց գրեթե առանց արտաքին աշխարհի հետ շփման։ Նրա կառուցած կայսրությունն այժմ իմ ղեկավարության տակ է։ Կապույտ Սար կլինիկան զբաղեցնում էր հին, վերականգնված գաղութային ֆերմա, շրջապատված շքեղ այգիներով, կանաչապատ լեռներով։ Ծաղկաձորի մաքուր օդը, զուգորդված հանգիստ հյուրընկալ միջավայրի հետ, ստեղծում էր կատարյալ միջավայր այն հիվանդների ապաքինման համար, ովքեր, ինչպես Նարինեն, պետք է վերակառուցեին իրենց կյանքը կորցրած բեկորներից։ Լուսինեն զգաց, թե ինչպես է սիրտը անկանոն բաբախում, երբ Էդուարդի վարձած մեքենան անցավ կլինիկայի դարպասներով։ Իր տատիկը, տիկին Թամարը, սեղմեց նրա ձեռքը, ուժ փնտրելով վերամիավորման համար, որը երբեք չէր պատկերացնում հնարավոր։ Ինչպիսին է նա հիմա։ Ինչպիսին է նրա կյանքն այստեղ, հարցրեց Լուսինեն, խախտելով մեքենայում տիրող լռությունը։ Քրիստինան, ինչպես նա հիմա իրեն անվանում է, կլինիկայում արվեստի ուսուցչուհի է, բացատրեց Էդուարդը։ Նա զարգացրել է նկարչության անհավանական տաղանդ, մի բան, որը երբեք չէր ուսումնասիրել իր նախորդ կյանքում։ Բժիշկներն ասում են, որ ամնեզիայով հիվանդների համար սովորական է նոր հմտություններ կամ հետաքրքրություններ հայտնաբերելը, որոնք քնած էին։ Կլինիկայի տնօրեն, դոկտոր Մարիամ Սարգսյանը, ամնեզիայի դեպքերում մասնագիտացած հարգված նյարդաբան, նրանց ընդունեց իր գրասենյակում։ Նա միջին տարիքի կին էր, հանգիստ հայացքով, հանգիստ ժեստերով, ով անմիջապես վստահություն էր ներշնչում։
Ինչպես բացատրեցի պարոն Մելքոնյանին հեռախոսով, սկսեց դոկտոր Մարիամը, նախնական ներկայացումներից հետո Քրիստինան կամ Նարինեն, ինչպես դուք եք ճանաչել նրան, վերջին ամիսներին սկսել է հիշողության աստիճանական վերականգնման նշաններ ցույց տալ։ Դրանք մեկուսացված բեկորներ են, առանց նրա համար հստակ համատեքստի, բայց նշանակալի են մեզ համար, ովքեր այսքան տարիներ հետում են նրա դեպքին։ Ինչ տեսակի հիշողություններ են վերադառնում, հարցրեց տիկին Թամարը, ձայնը խեղդված հույզերից։ Հիմնականում փոքրիկ երեխայի մուգ մազերով աղջկա պատկերներ։ Նա անընդհատ նրան է պատկերում իր նկարներում։ Վերջերս սկսել է նշել Լուսինե անունը թերապիայի սեանսների ժամանակ, թե չգիտի բացատրել, թե որտեղից է այդ անունը կամ ով է այդ մարդը։ Լուսինեն զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում իր ողնաշարով։ Իր մայրը հիշում էր իրեն, թեկուզ անգիտակցաբար։ Ինչպես պետք է շարունակենք, հարցրեց Էդուարդը։ Մենք ուզում ենք օգնել նրան, ոչ թե ավելի շատ տրավմաներ առաջացնել։ Նման դեպքերում ամենահարմար մոտեցումը աստիճանական ազդեցությունն է, բացատրեց բժիշկը։ Մենք չպետք է անմիջապես դիմակայենք նրան իր անցյալի մասին ամբողջ ճշմարտությամբ։ Մենք նրան կներկայացնենք որպես Էդուարդի ընկերներ, ում նա արդեն մի քանի տարի ճանաչում է որպես կլինիկայի բարերար։ Թույլ կտանք, որ նա բնական կապ հաստատի ձեզ հետ, հատկապես ձեզ հետ, Լուսինե։ Եթե որևէ հիշողություն ինքնաբերաբար ի հայտ գա այդ հանդիպումների ընթացքում, ապա մենք կարող ենք մի փոքր ավելի առաջ գնալ։ Հետելով դոկտոր Մարիամի ցուցումներին, նրանց ուղեկցեցին կլինիկայի արվեստի ստուդիա, որտեղ Քրիստինա Նարինեն սովորաբար անցկացնում էր իր օրերի մեծ մասը։ Լուսինեի սիրտը կարծես ցանկանում էր դուրս թռչել կրծքից յուրաքանչյուր քայլից։ Ամբողջ կյանքը պատկերացնելով, թե ինչպես կլինի վերամիավորվել իր մոր հետ, պահը վերջապես եկել էր, թեկուզ այդքան արտասովոր պայմաններում։ Ստուդիան ընդարձակ լուսավոր տարածք էր, մեծ պատուհաններով, որոնք շրջանակում էին լեռնային բնապատկերը։ Մի քանի հիվանդներ աշխատում էին իրենց ստեղծագործությունների վրա, ոմանք նկարում էին, ոմանք կավ էին մոդելավորում, բոլորը խորասուզված իրենց սեփական աշխարհներում։ Սենյակի կենտրոնում դռանը մեջքով ամփույթ հավաքված մազերով մի կին ցուցումներ էր տալիս մի ծեր կնոջ, ինչպես խառնել գույները ներկապնակի վրա։ Քրիստինա, կանչեց դոկտոր Մարիամը, ունենք այցելուներ, ովքեր կցանկանային ծանոթանալ ձեր աշխատանքին։ Կինը շրջվեց, ավելի քան 20 տարվա մեջ առաջին անգամ մայր ու դուստր դեմ առ դեմ էին։ Նարինեն, այժմ Քրիստինան, քաղաքավարի ժպտաց, աչքերում ճանաչման որևէ նշան չկար։ Կարծես նա կանգնած լիներ լիովին անծանոթ մարդկանց առջ։ Բար, ասաց նա, մոտենալով ջերմ ժպիտով։ Ես Քրիստինա Մարտիրոսյանն եմ։ Դուք հետաքրքրվում եք արվեստով։ Լուսինեն զգաց, կարծես բռունցքով հարվածել էին ստամոքսին։ Իր մայրն այնտեղ էր, իր առջ, բայց մինույն ժամանակ այնտեղ չէր։ Նրան քաղաքավարի ժպտացող կինը անծանոթ էր, ով զբաղեցնում էր իր մոր մարմինը։ Շատ հաճելի է, Քրիստինա, կարողացավ ասել Էդուարդը, նկատելով, որ Լուսինեն հույզերից անշարժացել էր։ Ես Էդուարդ Մելքոնյանն եմ, հիշում եք ինձ։ Ես երբեմն այցելում եմ կլինիկա։ Իհարկե, կլինիկայի բարերարը, պատասխանեց նա քաղաքավարի ժպիտով, որը չէր բացահայտում որևէ ավելի խոր զգացում։ Միշտ հաճելի է ձեզ ընդունելը։ Էդուարդը ներկայացրեց Լուսինեին տիկին Թամարին որպես ընկերներ, ովքեր ուղեկցում էին իրեն այդ այցելության ժամանակ։ Քրիստինան հրավիրեց նրանց ծանոթանալ իր աշխատանքային տարածքին, որտեղ տասնյակ նկարներ էին ցրված։ Մեծ մասը պատկերում էր հանգիստ բնապատկերներ կամ առօրյա տեսարաններ, բայց մի անկյունում մյուսներից առանձին մի շարք կտավներ կային, որոնք անմիջապես գրավեցին Լուսինեի ուշադրությունը։ Դրանք փոքրիկ աղջկա դիմանկարներ էին, տարբեր իրավիճակներում, խաղալիս այգում, քնելիս օրորոցում, ժպտալիս նրան, ով պատկերում էր նրան։ Յուրաքանչյուր նկարում երեխան մի փոքր ավելի մեծ էր թվում, կարծես Քրիստինան անգիտակցաբար նկարում էր Լուսինեի աճը, ստեղծելով դստերը արվեստի միջոցով, ում երբեք չէր կարողացել տեսնել մեծանալ իրականում։ Այս նկարները տարբերվում են մյուսներից, մեկնաբանեց Լուսինեն, ձայնը դողացող։ Քրիստինան մոտեցավ, նայելով կտավներին հետաքրքրված արտահայտությամբ։ Սրանք հատուկ են։ Չգիտեմ բացատրել, բայց զգում եմ, որ պետք է նկարեմ դրանք։ Կարծես այս աղջիկը գոյություն ունի ինչ-որ տեղ, գուցե երազներում, որոնք ամբողջությամբ չեմ կարող հիշել արթնանալիս։ Տիկին Թամարը չկարողացավ զսպել արցունքները այդ տեսարանի առջ։ Տեսնել, թե ինչպես է իր դուստրը նկարում թոռնուհուն, ում չէր հիշում ծննդաբերելը, ճնշող փորձ էր։ Դուք լավ եք, հարցրեց Քրիստինան, անհանգստացած տիկին Թամարի հույզերից։
Այո, սիրելիս, պատասխանեց ձեր կինը, սրբելով արցունքները։ Պարզապես ձեր նկարները շատ հուզիչ են։ Հաջորդ ժամերի ընթացքում նրանք խոսեցին արվեստի, կլինիկայի կյանքի, Քրիստինայի որպես ուսուցչուհու աշխատանքի մասին։ Նա պատմեց, թե ինչպես էր արթնացել հիվանդանոցում, առանց հիշողության, թե ով էր կամ որտեղից էր եկել, թե ինչպես էր ստիպված եղել նոր ինքնություն կառուցել զրոյից, թե ինչպես էր արվեստը դարձել իր ապաստանը արտահայտման ձ. Բժիշկներն ասում են, որ մի օր կարող եմ վերականգնել իմ հիշողությունները, բացատրեց նա։ Բայց նա ասում են, որ գուցե երբեք ոչինչ չհիշեմ։ Ես սովորել եմ ընդունել այդ հնարավորությունը գնահատել այն մարդուն, ով հիմա եմ։ Հրաժեշտ տալիս Քրիստինան հրավիրեց նրանց վերադառնալ հաջորդ օրը, եթե ցանկանային։ Նրանց ներկայության մեջ, հատկապես երիտասարդ Լուսինեի մեջ, ինչ-որ բան կար, որը նրան անբացատրելի խաղաղության ծանոթության զգացում էր փոխանցում։ Վերադառնալով հյուրանոց, որտեղ նրանք կանգ էին առել Ծաղկաձորում, Լուսինեն վերջապես կարողացավ ազատել բոլոր հույզերը, որոնք զսպել էր հանդիպման ընթացքում։ Արցունքների միջից նա արտահայտեց իր հիասթափությունն ու ցավը, տեսնելով, որ իր մայրը չէր ճանաչել իրեն։ Կարծես նա մահացած լիներ, մի նույն ժամանակ, կենդանի, բացականչեց նա։ Նա այնտեղ է, կարող եմ դիպչել նրան, խոսել նրա հետ, բայց այն մայրը, ում երազել էի մի օր գտնել, այլս գոյություն չունի։ Մի մտածիր այդպես, ասաց տիկին Թամարը, գրկելով թոռնուհուն։ Նա նկարում է քեզ, Լուսինե։ Նրա մեջ ինչ-որ տեղ Նարինեն դեռ գոյություն ունի, դեռ հիշում է քեզ։ Ձեր տատիկը ճիշտ է, համաձայնեց Էդուարդը։ Դոկտոր Մարիամը բացատրեց մեզ, որ մարդկային միտքը առեղծված է։ Հիշողությունները կարող են արգելափակված լինել, բայց ոչ պարտադիր ընդմիշտ կորած։ Ժամանակի համբերության դեպքում մենք կարող ենք օգնել նրան վերագտնելու, թե ով է նա իրականում։ Հետագա օրերին նրանք կլինիկա այցելությունների առօրյա ստեղծեցին։ Քրիստինան սկսեց հատուկ հետաքրքրություն ցուցաբերել Լուսինեի հանդեպ, հարցնելով նրա կյանքի, աշխատանքի, երազանքների մասին։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ, երբ նրանք զբոսնում էին կլինիկայի այգիներում, Քրիստինան հրավիրեց Լուսինեին դիրք ընդունել դիմանկարի համար։ Քո մեջ ինչ-որ բան կա, որն ինձ ոգեշնչում է, ասաց նա ջերմ ժպիտով։ Հաճույքով կնկարեմ քեզ։ Նկարչության սեանսների ընթացքում Քրիստինան Լուսինեն ավելի ու ավելի ամուր կապ զարգացրեցին։ Մինչ նա աշխատում էր կտավի վրա, Քրիստինան խոսում էր իր զգացմունքների, իր կասկածների, իր վախերի մասին։ Երբեմն այնպիսի զգացում ունեմ, որ սխալ կյանք եմ ապրում, խոստովանեց նա այդ սեանսներից մեկի ժամանակ։ Կարծես ես պետք է լինեի այլ տեղ, այլ մարդկանց հետ։ Դու երբես զգացել ես դա, Լուսինե։ Կարծես քո մի մասը բացակայի, բայց չես կարողանում հասկանալ, թե ինչն է։ Այո, պատասխանեց Լուսինեն, զսպելով հույզերը։ Ամբողջ կյանքում զգացել եմ դա։ Մի առանձնապես ոգեշնչված կեսօրին, մինչ նկարում էր Լուսինեի դիմանկարը, Քրիստինան սկսեց օրորոցային հին երգ շշնջալ։ Լուսինեն սառեց մեղեդին լսելիս, դա նույն երգն էր, որը իր տատիկն ասել էր, որ Նարինեն սովորաբար երգում էր իրեն, երբ նա երեխա էր։ Որտեղից ես սովորել այդ երգը, հարցրեց Լուսինեն, ձայնը խեղդված։ Քրիստինան դադարեց նկարել, շփոթված։ Ես չգիտեմ։ Պարզապես մտքիս եկավ։ Տարօրինակ է քեզ համար։ Ոչ, պատասխանեց Լուսինեն, փորձելով թաքցնել իր հույզերը։ Գեղեցիկ է։ Կարող ես շարունակել երգել, եթե ուզում ես։ Մելքոնյանների առանձնատանը Նորք Մարաշում, որը Երանի ծայրամասում գտնվող հեղինակավոր թաղամաս է, ժամանակը կարծես ավելի դանդաղ էր ընթանում։ Դասական դեկորացիայով, արժեքավոր արվեստի գործերով հնաոճ կահույքով ընդարձակ սենյակները ստեղծում էին մի մթնոլորտ, որը կարծես պատկանում էր մեկ այլ դարաշրջանի։ Հիմնական ննջասենյակում, որը հարմարեցված էր գերժամանակակից բժշկական սարքավորումներով, Անտոն Մելքոնյանն անցկացնում էր իր օրերը բուժումների, ֆիզիոթերապիայի ճնշող լռության մեջ, որը նրան պարտադրել էր ինսուլտը։ 80 տարեկան Անտոնը միայն ստվերն էր այն հզոր մարդու, ով եղել էր։ Նրա մարմինը, նախկինում տպավորիչ, այժմ սահմանափակված էր հաշմանդամի սայլակով, նրա ձայնը, որը ժամանակին ստիպել էր դողալ գործադիրներին, քաղաքական գործիչներին, կրճատվել էր կոկորդային ձայների քաշքշված բառերի։ Բայց նրա աչքերը, այդ խորամանկ սառը աչքերը, մնում էին նույնքան զգոն հաշվարկող, որքան միշտ։ Այդ կեսօրին Լիլիթ Մելքոնյանը, նրա գլխավոր բուժքույրը 5 տարի շարունակ, մտավ սենյակ, դեղերի սկուտեղով պլանշետով ձեռքին։ Ձեր որդին զանգահարել էր, պարոն Մելքոնյան, հայտարարեց նա, ստուգելով հիվանդի կենսական նշանները։
ասաց, որ Ծաղկաձորում է գործերով կվերադառնա մի քանի օրից։ Անտոնի աչքերը նեղացան անվստահությունից։ Ծաղկաձորը ընտանիքի գործերի հետ որևէ կապ չուներ։ Մելքոնյանների կայսրության ղեկավարման 5 տասնամյակների ընթացքում նա սովորել էր կեղծիքները հայտնաբերել, նույնիսկ երբ դրանք հմտորեն կառուցված էին։ Իր որդին ինչ-որ բան էր թաքցնում։ Պլանշետ, դժվարությամբ տրտնջաց նա։ Լիլիթը տվեց նրան սարքը, որը Անտոնն օգտագործում էր հաղորդակցվելու համար, երբ բառերը չէին գալիս։ Դողացող մատներով նա մուտքագրեց։ Ստուգեք, թե որտեղ է Էդուարդը կանգ առել Ծաղկաձորում ում հետ։ Պարոն, կարծում եմ, դա տեղին չէ։ Անտոնը ուժեղ հարվածեց մահճակալի կողքի սեղանին, աչքերը այժմ բարկությունից բոցավառված։ Լիլիթը գիտեր, որ չնայած իր ֆիզիկական վիճակին, Անտոն Մելքոնյանը դեռ բավականաչափ ուժ ուներ իր կյանքը շատ դժվարացնելու համար, եթե չհնազանդվեր։ Կանեմ, ինչ որ խնդրում եք, զիջեց նա։ Մինչդեռ Ծաղկաձորում կապույտ Սարվ կլինիկա ամենօրյա այցելությունները սկսում էին նուրբ, բայց նշանակալի արդյունքներ տալ։ Քրիստինան ավելի ու ավելի մեծ մտերմություն էր ցուցաբերում Լուսինեի հետ, հիշողության փոքր բեկորներ կարծես ի հայտ էին գալիս նրանց զրույցների ընթացքում։ 3 տարօրինակ երազ տեսա, մեկնաբանեց Քրիստինան, կարգավորելով Մոլբերտը Լուսինեի հետ նկարչության հերթական սեանսի համար։ Երազեցի մի փոքր, բայց հարմարավետ բնակարանի մասին։ Պատուհանից ծաղիկներ էին կախված, տնական հացի հոտ էր օդում։ Տիկին Թամարը, ով ուղեկցում էր թոռնուհուն այդ այցելության ժամանակ, նշանակալի հայացք փոխանակեց Լուսինեի հետ։ Դա բնակարանի կատարյալ նկարագրությունն էր, որտեղ նրանք ապրում էին, երբ Նարինեն դեռ նրանց հետ էր ապրում։ Եվ կար նա մի փոքր երաժշտական արկղիկ, շարունակեց Քրիստինան, հեռավոր հայացքով, կարծես տեսնելով տեսարանը իր մտքում։ Երբ բացվում էր, նուրբ մեղեդի էր նվագում, պարուհի էր ցույց տալիս, որը պտտվում էր։ Դա իմն էր, ասաց Լուսինեն, գրեթե շշուկով։ Դուք ինձ նվիրեցիք իմ երկրորդ ծննդյան օրը։ Ես դեռ պահում եմ այն։ Քրիստինան զարմացած նայեց նրան։ Ինչպես ես դա իմանում։ Ես երբեք այդ արկղի մասին քեզ չեմ նշել։ Սենյակում լարված լռություն տիրեց։ Լուսինեն հասկացավ, որ սխալ էր թույլ տվել, բացահայտելով մանրամասներ, որոնք չպետք է իմանար, եթե պարզապես Քրիստինայի նոր ընկերուհին լիներ։ Ես կարծում եմ, դուք ինչ-որ պահի նշել եք, ես հիշել եմ, փորձեց ուղղել Լուսինեն։ Կամ գուցե դա պարզապես զուգադիպություն է։ Քրիստինան հոնքերը կնճռեց, ակնհայտորեն շփոթված, բայց չպնդեց հարցի վրա։ Նա վերսկսեց իր աշխատանքը Լուսինեի դիմանկարի վրա, բայց ինչ-որ բան փոխվել էր նրա արտահայտության մեջ, մի անհանգստություն, կարծես փորձում էր անտեսանելի կետեր կապել։ Այդ գիշեր, հյուրանոցում ընթրիքի ժամանակ, Էդուարդը զանգ ստացավ, որը նրան ակնհայտորեն անհանգստացրեց։ Ռեգինան էր, իմ օգնականը երանում, բացատրեց նա, անջատելուց հետո։ Նա ասաց, որ իմ հայրը անհանգիստ է, պահանջելով տեղեկություններ, թե որտեղ եմ ես ինչ եմ անում Ծաղկաձորում։ Ակնհայտորեն, նա հրամայել է Լիլիթին, իր բուժքույրին, հետաքննել մեր գտնվելու վայրը։ Նա ինչ-որ բանից կասկածում է, հարցրեց Լուսինեն, անհանգստացած։ Իմ հայրը միշտ ունեցել է իր մեթոդները, ստանալու այն, ինչ ուզում է, դառնությամբ պատասխանեց Էդուարդը։ Հարցն այն է, թե ինչ ենք անում հիմա։ Եվ եթե նա իմանա իմ մոր մասին։ Իմ մասին, անհանգստությունը ակնհայտ էր Լուսինեի ձայնում։ Էդուարդը խորը հոգոց հանեց։ Իմ հայրն այլս չունի այն նույն ուժը, ինչ նախկինում։ Նրա առողջական վիճակը նրան ֆիզիկապես սահմանափակում է, բայց նրա միտքը մնում է սուր մանիպուլյատիվ։ Եվ նա դեռ ունի հավատարիմ մարդիկ, ովքեր ամեն ինչ կանեին նրա համար։ Ուրեմն, ինչ կանենք։ Մենք պետք է զգույշ լինենք, բայց ես թույլ չեմ տա, որ նա նորից միջամտի մեր կյանքին։ Մենք արդեն չափից շատ ժամանակ ենք կորցրել Անտոն Մելքոնյանի նախապաշարմունքների մանիպուլյացիայի պատճառով։ Հաջորդ առավոտ դոկտոր Մարիամը շտապ հանդիպում խնդրեց Էդուարդի, Լուսինեի տիկին Թամարի հետ։ Նրա լուրջ դիմագիծը ցույց էր տալիս, որ ինչ-որ կարևոր բան էր տեղի ունեցել։ Քրիստինան անհանգիստ գիշեր է ունեցել, բացատրեց բժիշկը։ Լուսինեի հետ նկարչության սեանսից հետո նա սկսել է ավելի ուժեղ հիշողության բեկորներ ունենալ։ Գիշերվա ընթացքում նա արթնացել է, բղավելով Լուսինե անունը չափազանց անհանգիստ էր թվում։ Երբ մենք կարողացանք հանգստացնել նրան, նա պատմեց մեզ, որ վառ երազ է տեսել վտանգի մեջ գտնվող երեխայի մասին։ Աստված իմ, մրմնջաց տիկին Թամարը։ Նա հիշում է փախուստը։
Կարծում եմ, այո, համաձայնեց դոկտոր Մարիամը։ Մարդկային ուղեղը պաշտպանական մեխանիզմներ ունի, որոնք կարող են արգելափակել տրավմատիկ հիշողությունները, բայց այդ հիշողությունները մնում են պահված, կարող են ի հայտ գալ, երբ միջավայրը կամ հանգամանքները նպաստավոր են։ Ձեր ներկայությունը, հատկապես Լուսինեի ներկայությունը, գործում է որպես կատալիզատոր այդ հիշողությունների վերականգնման համար։ Դա լավ է, չէ՞, հարցրեց Լուսինեն, վարանելով։ Կարող է լինել, պատասխանեց բժիշկը, զգուշավոր։ Բայց դա նա կարող է չափազանց տրավմատիկ լինել, եթե հիշողությունները վերադառնան բոլորը միանգամից, հատկապես այն իրադարձության հիշողությունները, որոնք առաջացրել են ամնեզիան։ Դրա համար առաջարկում եմ ավելի ուղղակի մոտեցում հիմա։ Քրիստինան ընդունող վիճակում է, կարծում եմ ժամանակն է պատմել նրան, թե ով եք դուք իրականում։ Սենյակը, որտեղ Քրիստինան սպասում էր նրանց, հարմարավետ անձնական էր, մեծ պատուհանով դեպի այգին։ Նա գունատ հոգնած էր թվում, ակնհայտ մուգ շրջանակներով աչքերի տակից, ով լավ չէր քնել։ Այնուամենայնիվ, նա ժպտաց, տեսնելով Լուսինեին մտնելիս։ Կներեք, որ այսօր ստիպված եղա չեղարկել մեր նկարչության սեանսը, ասաց նա։ Լավ գիշեր չեմ ունեցել։ Քրիստինա, սկսեց դոկտոր Մարիամը, նստելով նրա կողքին, Էդուարդը, Լուսինեն տիկին Թամարը կարևոր բան ունեն ձեզ հետ կիսվելու։ Խնդրում եմ, լսեք բաց մտքով հիշեք, որ մենք բոլորս այստեղ ենք, ձեզ աջակցելու համար, անկախ նրանից, թե ինչպես կզգաք ձեզ հետո։ Քրիստինան շփոթված նայեց երեք այցելուներին։ Նրանց դեմքերի լարված արտահայտությունը նրան զգոն դարձրեց։ Ինչ է կատարվում, հարցրեց նա։ Քրիստինա, ասաց Էդուարդը, մոտենալով նստելով նրա դիմաց, 22 տարի առաջ ես հանդիպեցի մի հրաշալի կնոջ, Նարինե Ալեքսանյան անունով։ Նա աշխատում էր որպես քարտուղար Երանում իմ ընկերությունում։ Մենք սիրահարվեցինք, բայց իմ հայրը չէր հավանություն տալիս մեր հարաբերություններին, մեզ միջ սոցիալական տարբերությունների պատճառով։ Երբ ճնշումներն անտանելի դարձան, Նարինեն փախավ, վախենալով իր ընտանիքի անվտանգության համար։ Քրիստինայի աչքերը լայն բացվեցին այդ պատմությունը լսելիս, մի պատմություն, որը ինչ-որ կերպ, կարծես արձագանքում էր նրա մտքի խորքում։ Ինչ կապ ունի դա ինձ հետ, հարցրեց նա, ձայնը դողացող։ Նարինեն վթարի ենթարկվեց փախչելիս, շարունակեց Էդուարդը։ Մի վթար, որը ստիպեց նրան ամբողջությամբ կորցնել հիշողությունը։ Ոչ, մրմնջաց Քրիստինան, կտրուկ վեր կենալով։ Ոչ, դա չի կարող ճիշտ լինել։ Ես Քրիստինա Մարտիրոսյանն եմ։ Ես ոչ մի Նարինե չեմ ճանաչում։ Աղջիկս, ասաց տիկին Թամարը, արցունքներ աչքերին մոտենալով, ես Թամար Ալեքսանյանն եմ, քո մայրը։ Եվ դու Նարինեն ես, իմ միակ դուստրը։ Քրիստինան հետ քաշվեց, կարծես ֆիզիկական հարված ստացած լիներ։ Նրա աչքերը ցատկում էին տիկին Թամարից դեպի Էդուարդ, ապա դեպի Լուսինե, ով մնում էր լուրջ, սիրտը կոտրված իր մոր ակնհայտ տառապանքից։ Իսկ դու, հարցրեց Քրիստինան Լուսինեին, ձայնը գրեթե անլսելի։ Ո՞վ ես դու այս պատմության մեջ։ Լուսինեն մի քայլ առաջ արեց, հավաքելով իր գտած ողջ քաջությունը։ Ես ձեր դուստրն եմ, պատասխանեց նա։ Ձեր նկարների աղջիկը, ձեր երազների երեխան։ Դուք ինձ ծննդաբերեցիք փախչելուց մի քանի ամիս անց։ Դուք ինձ թողեցիք տատիկի մոտ, երբ ես ընդամենը 3 տարեկան էի, խոստանալով, որ կվերադառնաք։ Բայց հետո վթարը տեղի ունեցավ, դուք երբեք չկարողացաք կատարել այդ խոստումը։ Քրիստինան կամ Նարինեն, ինչպես նա հիմա գիտեր իր իսկական անունը, զգաց, կարծես ամբողջ աշխարհը փլվում էր իր վրա։ Բացահայտումները չափազանց շատ էին միանգամից մարսելու համար, իր ինքնությունը, իր անցյալը, մի դուստր, ում չէր հիշում ծննդաբերելը, մի մայր, ում կարծում էր, թե ընդմիշտ կորցրել էր, անցյալի մի սեր, որը երբեք ամբողջությամբ չէր մոռացել։ Պետք է մենակ մնամ, ասաց նա դողացող ձայնով, արագորեն շարժվելով դեպի դուռը։ Քրիստինա, սպասեք, կանչեց դոկտոր Մարիամը, անհանգստացած։ Խնդրում եմ, աղաչեց նա։ Արդեն արցունքներ աչքերին։ Պետք է մտածեմ։ Հարգելով նրա ցանկությունը, նրանք թույլ տվեցին նրան գնալ։ Քրիստինան քայլեց կլինիկայի այգիներով, իր ապաստանը շփոթության տագնապի պահերին։ Հարյուրամյա ծառերը, գունավոր ձկներով փոքրիկ լիճը, թռչունների ձայնը, այն ամենը, ինչ միշտ խաղաղություն էր բերել նրան, այժմ տարօրինակ էր թվում, կարծես պատկանում էր մի իրականության, որն այլևս իրենը չէր։ Նա նստեց մեկուսացված նստարանին, թթենու ստվերի տակ, թույլ տվեց, որ արցունքները ազատորեն հոսեն։ Նա լացում էր ոչ միայն իր կառուցած ինքնության կորստի համար, այլ կորցրած ժամանակի, գողացված հիշողությունների, այն տարիների համար, որոնք կարող էր անցկացնել իր դստեր կողքին։
Լուսինեն, իր դուստրը։ Երիտասարդ կինը, ում հետ բնականաբար մտերմացել էր, չիմանալով նրանց կապի մասին։ Իր երազների, իր նկարների աղջիկը։ Այժմ ամեն ինչ իմաստ ուներ, անբացատրելի կապը, որ զգացել էր, նրա դեմքի ծանոթությունը, դեժավյուի զգացումը, որն ուղեկցում էր նրան ամեն անգամ, երբ նրանք միասին էին։ Եվ Էդուարդը, տղամարդը, ում սիրահարվել էր անցյալում։ Հիշողություններն ամբողջությամբ այնտեղ չէին, բայց նրա սրտում ինչ-որ բան ճանաչում էր այդ տղամարդուն, ինչ-որ բան բանականությունից կամ տրամաբանությունից դուրս։ Կարո՞ղ եմ միանալ ձեզ։ Լուսինեի նուրբ ձայնը նրան մտքերից հանեց։ Քրիստինան հայացքը բարձրացրեց, տեսավ իր դստերը կանգնած մի քանի քայլ հեռավորության վրա, անհանգստության հույսի արտահայտությամբ։ Իհարկե, պատասխանեց նա, մատնանշելով դատարկ տեղը իր կողքին նստարանին։ Լուսինեն նստեց, պահպանելով հարգալից հեռավորություն։ Մի քանի պահ նրանք երկուսն էլ լուռ էին, դիտելով տերների պարը քամու տակ։ Շատ եմ ցավում այս ամենի համար, ասաց Լուսինեն վերջապես։ Գիտեմ, որ դա պետք է ճնշող լինի։ Կարծես ես բաժանված լինեմ երկու մարդու, խոստովանեց Քրիստինան։ Ես Քրիստինա Մարտիրոսյանն եմ, արվեստի ուսուցչուհին, ով կյանք է կառուցել այստեղ կլինիկայում վերջին 20 տարիներին։ Բայց ես Նարինե Ալեքսանյանն եմ, մի անցյալով, ընտանիքով, պատմությամբ կին, որը չեմ հիշում։ Դուք պետք չէ լինեք միայն մեկը կամ մյուսը, պատասխանեց Լուսինեն նրբորեն։ Դուք երկուսն էլ եք։ Այն ամենը, ինչ ապրել եք որպես Քրիստինա, իրական է վավեր։ Եվ հիմա դուք հնարավորություն ունեք վերագտնելու, թե ով էիք որպես Նարինե։ Քրիստինան նայեց իր կողքի երիտասարդ կնոջը, զարմացած նրա իմաստությունից, ըմբռնումից։ Ինչպես ես այդքան ուժեղ ու զգայուն մեծացել, նույնիսկ առանց մոր կողքիդ։ Ես ունեի տատիկին, ժպտաց Լուսինեն։ Եվ, ինչ-որ առումով, միշտ ունեցել եմ նա ձեզ։ Տատիկն ինձ ամեն օր պատմություններ էր պատմում ձեր մասին։ Թե ինչպես էիք ինձ երգում քնելուց առաջ, թե ինչպես էիք ինձ տանում այգի խաղալու, նույնիսկ հոգնեցուցիչ աշխատանքային օրվանից հետո, թե ինչպես էիք պլանավորում ավելի լավ ապագա մեզ երկուսիս համար։ Լուսինեի խոսքերը ինչ-որ բան արթնացրին Քրիստինայի ներսում, ոչ այնքան պարզ հիշողություններ, որքան զգացողություններ, հույզերի բեկորներ, որոնք ծանոթ էին թվում։ Նա փակեց աչքերը, միակնթարթ տեսավ իրեն օրորելիս մի փոքրիկ աղջկա, նուրբ երգելով նույն օրորոցայինը, որը շնջացել էր օրեր առաջ, չիմանալով, թե որտեղից էր այն ճանաչում։ Դուք դեռ ունեք երաժշտական արկղը, հարցրեց Քրիստինան, բացելով աչքերը։ Լուսինեն հուզված ժպտաց։ Այո, ես այն պահում եմ ամբողջ սիրով։ Կարող եմ բերել հաջորդ անգամ, եթե ուզում եք։ Շատ կցանկանայի, պատասխանեց Քրիստինան, փոխադարձ ժպիտով։ Մի պահ վարանեց, ապա հարցրեց. Կարող եմ գրկել քեզ, Լուսինե։ Ի պատասխան Լուսինեն մոտեցավ, ջերմորեն գրկեց նրան։ Քրիստինան փակեց աչքերը, զգալով դստեր մազերի բույրը, նրա մարմնի ջերմությունը, նրա սրտի բաբախյունը։ Եվ այդ պահին ինչ-որ բան կոտրվեց նրա ներսում, մի պատնեշ, որը այդքան ժամանակ պահել էր նրա հիշողությունները։ Պատկերները սկսեցին հոսել նրա մտքում։ Լուսինեն նորածին իր գրկում։ Նրա առաջին, անկայուն անվստահ քայլերը։ Գիշերները, երբ նա հսկում էր նրա քունը։ Մշտական վախը գտնվելուց։ Ցավոտ որոշումը նրան թողնել տիկին Թամարի մոտ, մինչ նա փորձում էր նոր կյանք սկսել Անտոն Մելքոնյանի հասանելիությունից հեռու։ Ես հիշում եմ, շնջաց Քրիստինան, ձայնը խեղդված։ Ոչ ամեն ինչ, բայց քեզ, Լուսինե։ Ես հիշում եմ քեզ, իմ դուստր։ Գիրքն ինտենսիվացավ, երկուսն էլ հիմա ազատորեն լացում էին, ազատելով տասնամյակների ցավը, կարոտը զսպված սերը։ Երբ վերջապես բաժանվեցին, Քրիստինան քնքշությամբ սրբեց Լուսինեի դեմքի արցունքները։ Դու ունես իմ աչքերը, ասաց նա դողացող ժպիտով։ Եվ քո հոր համար կզակը։ Եվ արվեստի տաղանդը, ավելացրեց Լուսինեն։ Ես նույնպես սիրում եմ նկարել։ Քրիստինան մայրական հպարտության ալիք զգաց, որը երբեք գիտակցաբար չէր փորձել։ Մենք պետք է այդքան կորցրած ժամանակ վերականգնենք։ Մենք ամբողջ աշխարհի ժամանակն ունենք հիմա, վստահեցրեց Լուսինեն։ Միասին նրանք վերադարձան կլինիկա, որտեղ Էդուարդը տիկին Թամարը անհամբեր սպասում էին։ Իր մորը տեսնելիս Քրիստինան հիշողության մեկ այլ բեկոր զգաց, մանկության պահեր, տնական ուտելիքի հոտը, մայրական գրկի հարմարավետությունը փոթորկոտ գիշերներին։ Մայրիկ, ասաց նա, մոտենալով տիկին Թամարին վարանող քայլերով։
Աղջիկս, պատասխանեց ծեր կինը, բացելով իր գիրկը։ Մոր դստեր վերամիավորումը, որոնք բաժանված էին ավելի քան 2 տասնամյակ, նույնքան հուզիչ էր։ Տիկին Թամարը, ով այդքան ժամանակ ընդունել էր դստեր ենթադրյալ մեկնումը, հիմա նրան ուներ հետ, թեկուզ ոչ ամբողջական տեսքով։ Էդուարդը դիտում էր տեսարանը, արցունքներ աչքերին։ Երբ Քրիստինան վերջապես շրջվեց դեպի նա, նրա հայացքում ճանաչման շփոթության խառնուրդ կար։ Էդուարդ, ասաց նա, փորձելով անունը իր շուրթերին, կարծես փորձելով այն կապել այն բեկորային հիշողությունների հետ, որոնք սկսում էին ի հայտ գալ։ Նարին է, պատասխանեց նա, ձայնը խեղդված հույզերից։ Նա դանդաղ մոտեցավ, ուսումնասիրելով նրա դեմքի յուրաքանչյուր մանրուք, կամուրջներ փնտրելով անցյալի ներկայի միջ։ Դեռ ամբողջությամբ չեմ հիշում մեզ, խոստովանեց նա։ Բայց ինչ-որ բան եմ զգում, մի կապ։ Մի շտապիր, ասաց նա նրբորեն։ Ես այստեղ եմ, ոչ մի տեղ չեմ գնա։ Դոկտոր Մարիամը, ով հետում էր իրադարձությունների զարգացմանը մասնագիտական հետաքրքրությամբ անձնական հույզերով, առաջարկեց, որ Քրիստինան հանգստանա։ Ուժեղ հույզերը որոշ հիշողությունների հանկարծակի վերադարձը կարող էին հյուծիչ լինել, ուղեղին ժամանակ էր պետք ամեն ինչ մարսելու համար։ Հաջորդ օրը Քրիստինան ցանկություն հայտնեց ավելի կոնկրետ ճանաչելու իր անցյալը։ Դոկտոր Մարիամի հավանությամբ որոշեցին այցելել Երան, այն տունը, որտեղ մեծացել էր Նարինեն, այն բնակարանը, որտեղ ապրել էր իր փոքրիկ դստեր հետ, իր նախկին կյանքի այլ նշանակալի վայրեր։ Կարծում եմ, այդ վայրերն այցելելը կարող է խթանել ավելի շատ հիշողությունների վերականգնումը, բացատրեց բժիշկը։ Բայց կարող է, որ հանգիստ գնաք, հարգելով ձեր սեփական ռիթմը։ Մինչ նրանք նախապատրաստվում էին ճանապարհորդությանը, Նորք Մարաշում Անտոն Մելքոնյանը ստանում էր իր խնդրած տեղեկությունները։ Լիլիթը, նրա բուժքույրը, մտավ սենյակ անհանգիստ արտահայտությամբ։ Պարոն Մելքոնյան, ես պարզեցի, թե որտեղ է ձեր որդին կանգ առել Ծաղկաձորում, սկսեց նա վարանելով։ Նա Գրանդ հոթելում է, երիտասարդ կնոջ, Լուսինե Ալեքսանյանի ձեր կնոջ, Թամար Ալեքսանյանի հետ միասին։ Անտոնի աչքերը նեղացան ազգանունը լսելիս։ Ալեքսանյան։ Նույն ազգանունը, ինչ այն հանդուգն քարտուղարուհունը, ով գրեթե ոչնչացրել էր իր որդու համար իր ունեցած ծրագրերը ավելի քան 20 տարի առաջ։ Դողացող մատներով նա մուտքագրեց պլանշետի մեջ։ Ո՞վ է Լուսինե Ալեքսանյանը։ Իմ հավաքած տեղեկությունների համաձայն նա մատուցողուհի է Մաշտոցի պողոտայի ռեստորաններից մեկում։ 25 տարեկան է ապրում է իր տատիկի, Թամար Ալեքսանյանի հետ։ 25 տարեկան։ Տարիքը կատարելապես համապատասխանում էր այն կնոջ անհետացումից անցած ժամանակին։ Ահավոր կասկած սկսեց ձավորվել Անտոն Մելքոնյանի մտքում։ Նա նորից մուտքագրեց։ Նրանք այցելել են Ծաղկաձորում որե կոնկրետ վայր։ Լիլիթը նորից վարանեց, բայց իր տիրոջ հրամայական հայացքի տակ զիջեց։ Նրանք ամեն օր այցելում են Կապույտ Սարք կլինիկա, ամնեզիայի հիշողության վերականգնման բուժման մեջ մասնագիտացված հաստատություն։ Հանելուկի կտորները սկսեցին իրար համապատասխանել Անտոնի խորամանկ մտքում։ Էդուարդը գտել էր Նարինե Ալեքսանյանին, կամ գոնե կարծում էր, թե գտել էր։ Եվ այդ երիտասարդ կինը, Լուսինեն, ճիշտ տարիքով, ճիշտ ազգանունով դա կարող էր լինել միայն մեկ բան։ Նրա թոռնուհին։ Մի թոռնուհի, ում գոյության մասին նա երբեք չգիտեր, իր միակ որդու այն կնոջ դուստրը, ում նա հեռացրել էր իրենց կյանքից։ Մի Մելքոնյան, գրելով ընտանիքի արյունը, մեծանալով որպես պարզ մատուցողուհի։ Ձեր պատրիարքը հույզերի խառնուրդ զգաց, բարկություն որդու անհնազանդությունից, շոկ թոռնուհու հայտնաբերումից, տարօրինակ հետաքրքրության զգացում, գուցե, նույնիսկ ափսոսանքի մի ակնթարթ այն բանի համար, ինչ արել էր անցյալում։ Նորացված վճռականությամբ նա հրաման մուտքագրեց Լիլիթին, ամեն ինչ պատրաստ է։ Վաղը մեկնում ենք Ծաղկաձոր։ Երանի կենտրոն թաղամասի հին տունը գրեթե անփոփոխ էր մնացել, իր գունավոր ճակատով փոքրիկ պատշգամբով, որտեղ դեռ ծաղկում էին գերանի ծաղկամանները, կարծես ժամանակը կանգ էր առել։ Քրիստինան, ով այժմ սկսում էր վերամիավորվել իր ինքնության հետ որպես Նարինե, հույզերի հորցանուց զգաց, մեքենայից իջնելիս դիտելիս այն վայրը, որտեղ մեծացել էր։ Այստեղ էր մեր տունը, բացատրեց տիկին Թամարը, բռնելով դստեր ձեռքը։ Մենք այստեղ ապրել ենք մանկուց, մինչ դուք Լուսինեի հետ տեղափոխվեցիք կենտրոնի մոտակա բնակարանը։ Քրիստինան մի պահ փակեց աչքերը, թույլ տալով, որ զգացողությունները պատեն իրեն։ Անկյունի հացատան ծանոթ հացի հոտը, կենտրոնի փողոցներում միշտ արձագանքող իտալական երաժշտության հեռավոր ձայնը, հին տրամվայների բնորոշ աղմուկը, որոնք այլս չէին անցնում այնտեղով։
Հիշողության փոքր բեկորներ սկսեցին իրար համապատասխանել, ձավորելով դեռ անավարտ, բայց ավելի ու ավելի պարզ խճանկար։ Հիշում եմ խոհանոցը, ասաց նա, բացելով աչքերը։ Կար կլոր սեղան, վանդակավոր սփռոցով, դուք միշտ ծաղիկներով ծաղկաման էիք դնում կենտրոնում։ Տիկին Թամարը հուզված ժպտաց։ Այո, սիրելիս։ Եվ դուք միշտ բողոքում էիք, երբ ես մարգարիտներ էի դնում, որովհետև ասում էիք, որ դրանք ստիպում են ձեզ փռշ տալ։ Հենց այդ պահին քաղաքի մեկ այլ վայրում լիմուզինը հատում էր Մաշտոցի պողոտան, տեղափոխելով Անտոն Մելքոնյանին, ուղեկցությամբ իր բուժքույր Լիլիթի երկու անձնական թիկնապահների։ Ճանապարհորդությունը Ծաղկաձորից Երան հյուծիչ էր ծերունու համար, բայց նրա վճռականությունն անսասան էր։ Պարզելով, որ իր որդին, Լուսինեն Քրիստինա Նարինեն հեռացել էին Ծաղկաձորից նախորդ գիշեր, նա անմիջապես հրամայել էր վերադառնալ Երան։ Նրանք գնացել են կենտրոն, պարոն, տեղեկացրեց Լիլիթը, ստուգելով հաղորդագրությունները իր բջջային հեռախոսում։ Մեքենան տեսել են կայանված Ալեքսանյանների տան մոտ։ Անտոնը արագորեն մուտքագրեց իր պլանշետի մեջ։ Գնանք այնտեղ հիմա։ Օրվա մնացած մասում Քրիստինան վերայցելեց իր նախկին կյանքի նշանակալի վայրերը, այգին, որտեղ նա սովորաբար Լուսինեին էր տանում խաղալու, դպրոցը, որտեղ սովորել էր, շենքը, որտեղ աշխատել էր որպես քարտուղար մինչ Էդուարդին հանդիպելը։ Յուրաքանչյուր նոր վայրում ավելի շատ հիշողություններ էին ի հայտ գալիս, որոշները պարզ վառ, մյուսները դեռ մշուշոտ բեկորային։ Վերջին կանգառը Երանի կենտրոնում գտնվող Արարատ բնակելի համալիրն էր, որտեղ Էդուարդը պահում էր մի բնակարան, որը հազվադեպ էր օգտագործում։ Վայրը ընտրվել էր մասնավոր հանդիպման համար, հեռու հետաքրքրասեր հայացքներից մամուլից, որը, անշուշտ, կհետաքրքրվեր Մելքոնյանների կայսրության ժառանգիչ անհետացած հարսնացուի վերադարձով։ Այս վայրը ինձ ծանոթ է թվում, մեկնաբանեց Քրիստինան, դիտելով Օսկար Նիմեյերի նախագծած հայտնի շենքը, իր բնորոշ ոլորուն ծով։ Մենք սովորաբար այստեղ էինք հանդիպում, բացատրեց Էդուարդը։ Դա մեր ապաստանն էր, հեռու իմ հոր զգոն աչքերից մեզ դատապարտող հասարակությունից։ Քաղաքի տեսարանով ընդարձակ բնակարանում նրանք քննարկում էին հաջորդ քայլերը։ Քրիստինան, թե դեռ չէր վերականգնել իր բոլոր հիշողությունները, արդեն որոշել էր, որ ցանկանում է վերադարձնել իր իսկական ինքնությունը։ Նա ամբողջությամբ չէր հրաժարվի Քրիստինայից ի վերջո, այդ մարդը նրա ներկայիս էության մի մասն էր, բայց նա պատրաստ էր վերամիավորվել Նարինեի հետ այն ամենի, ինչ դա նշանակում էր։ Ես ուզում եմ օրինականորեն նորից դառնալ Նարինե Ալեքսանյան, հայտարարեց նա։ Ես ուզում եմ պաշտոնապես ճանաչել Լուսինեին որպես իմ դուստր, վերականգնել իմ քաղաքացիական իրավունքները, իմ պատմությունը։ Մենք կարող ենք ամեն ինչ կազմակերպել, վստահեցրեց Էդուարդը։ Ես ունեմ լավագույն փաստաբաններին, ովքեր աշխատում են գործի վրա։ Դա բարդ գործընթաց կլինի, բայց լիովին իրագործելի։ Իսկ կլինիկայի հետ ինչ կլինի, հարցրեց Լուսինեն։ Դուք կթողնեք ձեր աշխատանքն այնտեղ։ Անմիջապես ոչ, պատասխանեց Նարինեն, մտածելով։ Այդ վայրը իմ տունն էր 20 տարի։ Իմ աշակերտները, իմ գործընկերները, իմ արվեստը ես չեմ կարող պարզապես թողնել ամեն ինչ մեկ օրում։ Պետք է աստիճանական անցում կատարեմ։ Մենք կարող ենք հիմնադրամ ստեղծել, առաջարկեց Էդուարդը։ Մի հաստատություն նվիրված ամնեզիայով մարդկանց նրանց ընտանիքներին օգնելուն, հիմնված ձեր փորձի գիտելիքների վրա։ Դուք կարող եք ղեկավարել այդ նախագիծը։ Նարինեի աչքերը փայլեցին այդ մտքից։ Դա հրաշալի կլիներ։ Օգտագործել իմ սեփական ճանապարհը, օգնելու այլ մարդկանց, ովքեր նույն տառապանքի միջով են անցնում։ Զրույցն ընդհատվեց զանգի ձայնից։ Էդուարդը հոնքերը կնճռեց, շփոթված, ոչ ոք, բացի 4-ից, չգիտեր, որ նրանք այնտեղ կլինեն։ Զգուշությամբ նա մոտեցավ դոմոֆոնին, ցնցվեց, լսելով Ռեգինայի, իր օգնականի ձայնը, որը հայտարարում էր Անտոն Մելքոնյանի ժամանումը։ Իմ հայրն այստեղ է, ասաց նա, շրջվելով դեպի մյուսները, անհանգիստ արտահայտությամբ։ Ինչպե՞ս է նա մեզ գտել, հարցրեց Լուսինեն, տագնապած։ Իմ հայրը միշտ ունեցել է իր մեթոդները, ստանալու այն, ինչ ուզում է։ Լիլիթը, նրա բուժքույրը, մտավ սենյակ անհանգիստ արտահայտությամբ։ Պարոն Մելքոնյան, ես պարզեցի, թե որտեղ է ձեր որդին կանգ առել Ծաղկաձորում, սկսեց նա վարանելով։ Նա Գրանդ հոթելում է, երիտասարդ կնոջ, Լուսինե Ալեքսանյանի ձեր կնոջ, Թամար Ալեքսանյանի հետ միասին։ Անտոնի աչքերը նեղացան ազգանունը լսելիս։ Ալեքսանյան։ Նույն ազգանունը, ինչ այն հանդուգն քարտուղարուհունը, ով գրեթե ոչնչացրել էր իր որդու համար իր ունեցած ծրագրերը ավելի քան 20 տարի առաջ։
Դողացող մատներով նա մուտքագրեց պլանշետի մեջ։ Ո՞վ է Լուսինե Ալեքսանյանը։ Իմ հավաքած տեղեկությունների համաձայն նա մատուցողուհի է Մաշտոցի պողոտայի ռեստորաններից մեկում։ 25 տարեկան է, ապրում է իր տատիկի Թամար Ալեքսանյանի հետ։ 25 տարեկան։ Տարիքը կատարելապես համապատասխանում էր այն կնոջ անհետացումից անցած ժամանակին։ Ահա որ կասկած սկսեց ձավորվել Անտոն Մելքոնյանի մտքում։ Նա նորից մուտքագրեց։ Նրանք այցելել են Ծաղկաձորում որե կոնկրետ վայր։ Լիլիթը նորից վարանեց, բայց իր տիրոջ հրամայական հայացքի տակ զիջեց։ Նրանք ամեն օր այցելում են Կապույտ Սարք կլինիկա, ամնեզիայի հիշողության վերականգնման բուժման մեջ մասնագիտացված հաստատություն։ Հանելուկի կտորները սկսեցին իրար համապատասխանել Անտոնի խորամանկ մտքում։ Էդուարդը գտել էր Նարինե Ալեքսանյանին, կամ գոնե կարծում էր, թե գտել էր։ Եվ այդ երիտասարդ կինը Լուսինեն, ճիշտ տարիքով, ճիշտ ազգանունով դա կարող էր լինել միայն մեկ բան։ Նրա թոռնուհին։ Մի թոռնուհի, ում գոյության մասին նա երբեք չգիտեր, իր միակ որդու այն կնոջ դուստրը, ում նա հեռացրել էր իրենց կյանքից։ Մի Մելքոնյան, կրելով ընտանիքի արյունը, մեծանալով որպես պարզ մատուցողուհի։ Ծեր պատրիարքը հույզերի խառնուրդ զգաց, բարկություն որդու անհնազանդությունից, շոկ թոռնուհու հայտնաբերումից, տարօրինակ հետաքրքրության զգացում, գուցե, նույնիսկ ափսոսանքի մի ակնթարթ այն բանի համար, ինչ արել էր անցյալում։ Նորացված վճռականությամբ նա հրաման մուտքագրեց Լիլիթին, ամեն ինչ պատրաստ է։ Վաղը մեկնում ենք Ծաղկաձոր։ Երանի կենտրոն թաղամասի հին տունը գրեթե անփոփոխ էր մնացել, իր գունավոր ճակատով փոքրիկ պատշգամբով, որտեղ դեռ ծաղկում էին գերանի ծաղկամանները, կարծես ժամանակը կանգ էր առել։ Քրիստինան, ով այժմ սկսում էր վերամիավորվել իր ինքնության հետ որպես Նարինե, հույզերի հորցանուց զգաց, մեքենայից իջնելիս դիտելիս այն վայրը, որտեղ մեծացել էր։ Այստեղ էր մեր տունը, բացատրեց տիկին Թամարը, բռնելով դստեր ձեռքը։ Մենք այստեղ ապրել ենք մանկուց, մինչ դուք Լուսինեի հետ տեղափոխվեցիք կենտրոնի մոտակա բնակարանը։ Քրիստինան մի պահ փակեց աչքերը, թույլ տալով, որ զգացողությունները պատեն իրեն։ Անկյունի հացատան ծանոթ հացի հոտը, կենտրոնի փողոցներում միշտ արձագանքող իտալական երաժշտության հեռավոր ձայնը, հին տրամվայների բնորոշ աղմուկը, որոնք այլս չէին անցնում այնտեղով։ Հիշողության փոքր բեկորներ սկսեցին իրար համապատասխանել, ձավորելով դեռ անավարտ, բայց ավելի ու ավելի պարզ խճանկար։ Հիշում եմ խոհանոցը, ասաց նա, բացելով աչքերը։ Կար կլոր սեղան, վանդակավոր սփռոցով, դուք միշտ ծաղիկներով ծաղկաման էիք դնում կենտրոնում։ Տիկին Թամարը հուզված ժպտաց։ Այո, սիրելիս։ Եվ դուք միշտ բողոքում էիք, երբ ես մարգարիտներ էի դնում, որովհետև ասում էիք, որ դրանք ստիպում են ձեզ փռշտալ։ Հենց այդ պահին քաղաքի մեկ այլ վայրում լիմուզինը հատում էր Մաշտոցի պողոտան, տեղափոխելով Անտոն Մելքոնյանին, ուղեկցությամբ իր բուժքույր Լիլիթի երկու անձնական թիկնապահների։ Ճանապարհորդությունը Ծաղկաձորից Երան հյուծիչ էր ծերունու համար, բայց նրա վճռականությունն անսասան էր։ Պարզելով, որ իր որդին, Լուսինեն Քրիստինա Նարինեն հեռացել էին Ծաղկաձորից նախորդ գիշեր, նա անմիջապես հրամայել էր վերադառնալ Երան։ Նրանք գնացել են կենտրոն, պարոն, տեղեկացրեց Լիլիթը, ստուգելով հաղորդագրությունները իր բջջային հեռախոսում։ Մեքենան տեսել են կայանված Ալեքսանյանների տան մոտ։ Անտոնը արագորեն մուտքագրեց իր պլանշետի մեջ։ Գնանք այնտեղ հիմա։ Օրվա մնացած մասում Քրիստինան վերայցելեց իր նախկին կյանքի նշանակալի վայրերը, այգին, որտեղ նա սովորաբար Լուսինեին էր տանում խաղալու, դպրոցը, որտեղ սովորել էր, շենքը, որտեղ աշխատել էր որպես քարտուղար մինչ Էդուարդին հանդիպելը։ Յուրաքանչյուր նոր վայրում ավելի շատ հիշողություններ էին ի հայտ գալիս, որոշները պարզ վառ, մյուսները դեռ մշուշոտ բեկորային։ Վերջին կանգառը Երանի կենտրոնում գտնվող Արարատ բնակելի համալիրն էր, որտեղ Էդուարդը պահում էր մի բնակարան, որը հազվադեպ էր օգտագործում։ Վայրը ընտրվել էր մասնավոր հանդիպման համար, հեռու հետաքրքրասեր հայացքներից մամուլից, որը, անշուշտ, կհետաքրքրվեր Մելքոնյանների կայսրության ժառանգիչ անհետացած հարսնացուի վերադարձով։ Այս վայրը ինձ ծանոթ է թվում, մեկնաբանեց Քրիստինան, դիտելով Օսկար Նիմեյերի նախագծած հայտնի շենքը, իր բնորոշ ոլորուն ծով։ Մենք սովորաբար այստեղ էինք հանդիպում, բացատրեց Էդուարդը։ Դա մեր ապաստանն էր, հեռու իմ հոր զգոն աչքերից մեզ դատապարտող հասարակությունից։ Քաղաքի տեսարանով ընդարձակ բնակարանում նրանք քննարկում էին հաջորդ քայլերը։ Քրիստինան, թե դեռ չէր վերականգնել իր բոլոր հիշողությունները, արդեն որոշել էր, որ ցանկանում է վերադարձնել իր իսկական ինքնությունը։
Նա ամբողջությամբ չէր հրաժարվի Քրիստինայից ի վերջո, այդ մարդը նրա ներկայիս էության մի մասն էր, բայց նա պատրաստ էր վերամիավորվել Նարինեի հետ այն ամենի, ինչ դա նշանակում էր։ Ես ուզում եմ օրինականորեն նորից դառնալ Նարինե Ալեքսանյան, հայտարարեց նա։ Ես ուզում եմ պաշտոնապես ճանաչել Լուսինեին որպես իմ դուստր, վերականգնել իմ քաղաքացիական իրավունքները, իմ պատմությունը։ Մենք կարող ենք ամեն ինչ կազմակերպել, վստահեցրեց Էդուարդը։ Ես ունեմ լավագույն փաստաբաններին, ովքեր աշխատում են գործի վրա։ Դա բարդ գործընթաց կլինի, բայց լիովին իրագործելի։ Իսկ կլինիկայի հետ ինչ կլինի, հարցրեց Լուսինեն։ Դուք կթողնեք ձեր աշխատանքն այնտեղ։ Անմիջապես ոչ, պատասխանեց Նարինեն մտածելով։ Այդ վայրը իմ տունն էր 20 տարի։ Իմ աշակերտները, իմ գործընկերները, իմ արվեստը ես չեմ կարող պարզապես թողնել ամեն ինչ մեկ օրում։ Պետք է աստիճանական անցում կատարեմ։ Մենք կարող ենք հիմնադրամ ստեղծել, առաջարկեց Էդուարդը։ Մի հաստատություն նվիրված ամնեզիայով մարդկանց նրանց ընտանիքներին օգնելուն, հիմնված ձեր փորձի գիտելիքների վրա։ Դուք կարող եք ղեկավարել այդ նախագիծը։ Նարինեի աչքերը փայլեցին այդ մտքից։ Դա հրաշալի կլիներ։ Օգտագործել իմ սեփական ճանապարհը, օգնելու այլ մարդկանց, ովքեր նույն տառապանքի միջով են անցնում։ Զրույցն ընդհատվեց զանգի ձայնից։ Էդուարդը հոնքերը կնճռեց, շփոթված, ոչ ոք, բացի 4-ից, չգիտեր, որ նրանք այնտեղ կլինեն։ Զգուշությամբ նա մոտեցավ դոմոֆոնին, ցնցվեց, լսելով Ռեգինայի, իր օգնականի ձայնը, որը հայտարարում էր Անտոն Մելքոնյանի ժամանումը։ Իմ հայրն այստեղ է, ասաց նա, շրջվելով դեպի մյուսները, անհանգիստ արտահայտությամբ։ Ինչպե՞ս է նա մեզ գտել, հարցրեց Լուսինեն տագնապած։ Իմ հայրը միշտ ունեցել է իր մեթոդները, ստանալու այն, ինչ ուզում է։ Դառնությամբ պատասխանեց Էդուարդը։ Հարցն այն է, ինչ ենք անում հիմա։ Թողեք նա բարձրանա, ասաց Նարինեն, զարմացնելով բոլորին իր վճռականությամբ։ Ժամանակն է դիմակայել անցյալին դեմ առ դեմ։ Մի քանի րոպե անց բնակարանի մասնավոր վերելակը բացվեց, բացահայտելով Անտոն Մելքոնյանին իր հաշմանդամի սայլակում, ուղեկցությամբ Լիլիթի երկու թիկնապահների։ Ձեր պատրիարքը, թեկուզ ֆիզիկապես թուլացած, դեռ արտանետում էր հեղինակության ուժի աուրա։ Նրա խորաթափանց աչքերը սահեցին սենյակով, կանգ առնելով յուրաքանչյուր դեմքի վրա, մինչ վերջապես հարվեցին Նարինեի վրա։ Սենյակում լարված լռություն տիրեց։ Էդուարդն առաջինը խախտեց այն։ Հայրիկ, ինչ եք անում այստեղ։ Ինչպես եք մեզ գտել։ Անտոնն անտեսեց հարցը, աչքերը հառած Նարինեի վրա։ Դժվարությամբ նա մի քանի կտրտված բառ արտաբերեց։ Դու վերադարձար։ Այո, պարոն Մելքոնյան, պատասխանեց նա, ամուր մնալով։ Ես վերադարձել եմ։ Ծերունին մուտքագրեց իր պլանշետի մեջ, որը Լիլիթը բարձրաձայն կարդաց։ Դուք իսկապես Նարինե Ալեքսանյանն եք։ Թե։ Դուք իմ որդուն խաբելու համար վարձված ինքնակոչ եք։ Ես Նարինեն եմ, հաստատեց նա։ Թե իմ մի մասը դեռ Քրիստինա Մարտիրոսյանն է։ Ես 20 տարի անցկացրել եմ առանց հիշողության այն վթարից հետո, որը ստացա փախչելով այն սպառնալիքներից, որոնք դուք արեցիք իմ ընտանիքի դեմ։ Անտոնը կարծես պահանջից մի պահ ցնցվեց, բայց արագորեն վերականգնեց իր անտարբեր կեցվածքը։ Նա նորից մուտքագրեց։ Իսկ աղջիկը։ Նա իմ թոռնուհին է։ Լուսինեն մի քայլ առաջ արեց, նայելով իր պապին, ում երբեք չէր ճանաչել։ Իմ անունը Լուսինե Ալեքսանյան է։ Ես Նարինեի Էդուարդի դուստրն եմ։ Ես մեծացել եմ չիմանալով, թե ով է իմ հայրը, հավատալով, որ մայրս լքել է ինձ։ Այս ամենը ձեր կողմից նրա մեջ ներշնչված վախի պատճառով։ Ձեր պատրիարքը ուշադիր ուսումնասիրեց Լուսինեի դեմքը, նրա մեջ ճանաչելով Մելքոնյանների ընտանիքի անսխալական գծերը, գզակիցը, հոնքերի գիծը, վճռական հայացքը։ Նա, անկասկած, իր թոռնուհին էր։ Բոլոր սպասումներին հակառակ, Անտոնի աչքերը լցվեցին արցունքներով։ Դողացող ձեռքերով նա մի հաղորդագրություն մուտքագրեց, որը զարմացրեց բոլորին։ Ես ամեն ինչ կորցրի կյանքում իմ հպարտության պատճառով։ Իմ կինը շատ վաղ հեռացավ, իմ որդին հեռացավ ինձնից, հիմա հայտնաբերում եմ, որ թոռնուհի ունեմ, ով մեծացել էր չիմանալով իր իրական ընտանիքը։ Ես շատ ծեր եմ, որ շարունակեմ վրդովմունք պահել։ Ցնցումն ակնհայտ էր ներկաների դեմքերին։ Էդուարդը, ով լավ էր ճանաչում իր հորը նրա մանիպուլյատիվ բնույթը, թերահավատ էր։
Ինչու պետք է հավատանք ձեզ հիմա, հայրիկ։ Այն ամենից հետո, ինչ արեցիք մեզ բաժանելու համար։ Անտոնը դանդաղ մուտքագրեց։ Չեմ խնդրում, որ հավատաք։ Խնդրում եմ միայն մեկ հնարավորություն՝ ճանաչելու իմ թոռնուհուն, մինչ ինձ համար շատ ուշ չլինի։ Նարինեն, ով ուշադիր դիտում էր ծերունուն, նկատեց մի բան, որը մյուսները գուցե չէին նկատի, նրա ձեռքերի այլ դող, մի գունատություն, որը միայն ինսուլտի արդյունքը չէր, խորը հոգնածություն նրա աչքերում, որը խոսում էր ձեր տարիքից դուրս ինչ-որ բանի մասին։ Դուք հիվանդ եք, ասաց նա, ոչ թե որպես հարց, այլ որպես փաստի արձանագրում։ Ավելի շատ, քան թույլ եք տալիս ելալ։ Լիլիթը անհարմար թվաց դիտարկումից, հաստատելով Նարինեի կասկածները։ Անտոնը դանդաղ գլխով արեց մուտքագրեց։ Տերմինալ քաղցկեղ։ Բժիշկներն ինձ առավելագույնը 6 ամիս կյանք էին տվել։ Ես ոչ ոքի չէի ասել, նույնիսկ Էդուարդին։ Բացահայտումը ռումբի պես ընկավ սենյակում։ Էդուարդը, նույնիսկ այն բոլոր վշտով, որ զգում էր հոր հանդեպ, չկարողացավ խուսափել սրտի ցավից այդ լուրի առջ։ Ինչու թաքցրեցիք դա, հարցրեց նա։ Հպարտություն, դժվարությամբ պատասխանեց Անտոնը, այս անգամ առանց պլանշետի օգնության։ Լուսինեն, ով մեծացել էր առանց հայրական պապի, առանց հոր, առանց մոր իր կյանքի մեծ մասի ընթացքում, տարօրինակ կարեկցանք զգաց իր առջ կանգնած թուլացած տղամարդու հանդեպ։ Նա զգուշորեն մոտեցավ հաշմանդամի սայլակին, բոլորի զարմանքին, ծնկի իջավ, Անտոնի աչքերի մակարդակին հավասարվելու համար։ Չեմ կարող ներել այն, ինչ արեցիք իմ ընտանիքին, ասաց նա հաստատակամորեն։ Այն տառապանքը, որ պատճառեցիք իմ մորը, իմ հորը, իմ տատիկ Թամարին, հետաբար ինձ։ Բայց չեմ ուզում նա վրդովմունքի բեռը գրել իմ կյանքի մնացած մասում։ Եթե դուք իսկապես ըխճում եք, եթե իսկապես ցանկանում եք ճանաչել ձեր թոռնուհուն, հաշտվել ձեր որդու հետ, ապա գուցե մենք կարող ենք փորձել ինչ-որ հարաբերություններ կառուցել ձեզ մնացած ժամանակում։ Անտոնի աչքերը նորից լցվեցին արցունքներով, այս անգամ նա չփորձեց թաքցնել դրանք։ Ակնհայտ ջանքերով նա բարձրացրեց դողացող ձեռքը, դիպավ Լուսինեի դեմքին, կարծես ցանկանալով համոզվել, որ նա իրական է։ Շնորհակալություն, մրմնջաց նա։ Հաջորդ շաբաթները բոլորի համար ինտենսիվ փոփոխությունների շրջան էին։ Նարինեն, մասնագետների օգնությամբ Լուսինեի, Էդուարդի տիկին Թամարի մշտական աջակցությամբ, շարունակեց ավելի ու ավելի շատ հիշողություններ վերականգնել։ Գործընթացը գծային չէր, հեշտ չէր, կային պարզության հիասթափեցնող շփոթության օրեր։ Բայց յուրաքանչյուր փոքր առաջընթաց նշվում էր որպես հաղթանակ։ Անտոնի ընտանիքի մնացած անդամների միջ հարաբերությունները դանդաղ զարգանում էին, նշանավորված լարվածության, անվստահության, աստիճանաբար ընդունման պահերով։ Ձեր պատրիարքը, իր սեփական վախճանի հեռանկարի առջ, կարծես անկեղծորեն ձգտում էր շտկել այն չարիքի մի մասը, որը պատճառել էր։ Մի արոտ կեսօրին, Նարինեի իր իսկական ինքնության հետ վերամիավորվելուց 3 ամիս անց, նա նշանակալի քայլ կատարեց, այցելեց մի բանկի պահեստաղցիկ, որտեղ Էդուարդը պահել էր նրա բոլոր անձնական իրերը նրա անհետացումից հետո։ Փաստաթղթերի, զարդերի լուսանկարների մեջ նա գտավ մի բան, որը չէր սպասում, մի օրագիր, մի շարք նամակներ, որոնք նա գրել էր Լուսինեին իր փախուստի վթարի մեջ ընկած կարճ ժամանակահատվածում։ Նամակները, երբեք չուղարկված, բացահայտում էին մոր խորը սերը իր դստեր հանդեպ, նրա հույսերը, նրա վախերը մի օր նորից ապահով միասին լինելու երազանքը։ Նարինեն դրանք հանձնեց Լուսինեին, ով դրանք կարդաց արցունքներ աչքերին, վերջապես հասկանալով մայրական զոհաբերության չափը։ Դու երբեք ինձ չես լքել, ասաց Լուսինեն, գրկելով մորը։ Միշտ փորձել ես ինձ պաշտպանել, նույնիսկ երբ դա նշանակում էր հեռու մնալ ինձնից։ Եվ հիմա մենք երբեք չենք բաժանվի, խոստացավ Նարինեն, փոխադարձ գրկելով։ Հիմնադրամը, որը Էդուարդն առաջարկել էր, սկսեց ձևավորվել։ Անվանվելով նոր սկիզբներ հիմնադրամ, այն կլիներ ամնեզիայով մարդկանց նրանց ընտանիքների աջակցության կենտրոն, առաջարկելով ժամանակակից բուժումներ, հոգեբանական աջակցություն, արվեստ, թերապիա, իրավական օգնություն բազմաթիվ բյուրոկրատական մարտահրավերների համար, որոնք ներառում էին ինքնության վերակառուցումը։ Անտոն Մելքոնյանը, զարմացնելով բոլորին, որոշեց զգալիորեն նպաստել նախագծին, նվիրաբերելով իր սեփականություններից մեկը հիմնադրամի համար ստեղծելով մշտական հիմնադրամ նրա գործունեությունը ֆինանսավորելու համար։ Դա նրա ապաշխարելու միջոցն էր, թողնելու դրական ժառանգություն էգոիստական որոշումներով նշանավորված կյանքից հետո։ Էդուարդը Նարինեն, վերագտնելով սերը, որը երբեք ամբողջությամբ չէր անհետացել, որոշեցին պաշտոնապես ամրապնդել իրենց միությունը։
Դա մեծ սոցիալական իրադարձություն չէր լինի, ինչպես կլիներ անցյալում, այլ մտերիմ արարողություն, շրջապատված միայն այն մարդկանցով, ովքեր իսկապես կարևոր էին։ Հարսանիքի նախօրեին, մինչ նրանք կազմակերպում էին վերջին մանրամասները իրենց միասին գնաց տան այգում, Երանի ծայրամասում գտնվող հմայիչ սեփականություն, բավականաչափ հեռու քաղաքային եռուզեռից, բայց բավականաչափ մոտ, որ Նարինեն կարողանար շարունակել իր աշխատանքը հիմնադրամում, Լուսինեն զարմանալի հայտնագործություն արեց տան ձեղնահարկում։ Մի հին տուփ, որը կարծես մոռացվել էր նախկին սեփականատերերի կողմից, պարունակում էր 60 ականների հարսանեկան զգեստ, կատարելապես պահպանված։ Զգեստի հետ միասին կար ժամանակի դեղնած նամակ, որում հին սեփականատերն արտահայտում էր ցանկություն, որ զգեստը նույնքան երջանկություն բերի մեկ այլ հարսնացուի, որքան բերել էր իրեն։ Հուզված այդ զուգադիպությունից, Լուսինեն ցույց տվեց զգեստը մորը, ով անմիջապես սիրահարվեց դրան։ Կարծես այդ զգեստը տասնամյակներ շարունակ սպասել էր իր ճակատագրին, կապելով սիրո պատմություններ ժամանակի միջով։ Հարսանիքի օրը, մինչ Նարինեն պատրաստվում էր, հագնելով Լուսինեի գտած զգեստը, մտածում էր այն արտասովոր ճանապարհորդության մասին, որը նրան հասցրել էր մինչ այստեղ։ Քարտուղարուհուց փախչող հարսնացու, ամնեզիայով տառապողից մինչ կին, ով վերջապես վերագտել էր իր իսկական էությունը, իր ընտանիքը, իր սերը։ Արարողությունը, որը տեղի ունեցավ մայրամուտին ծաղկած այգում, տոնակատարության նորացման պահ էր։ Տիկին Թամարը շողշողուն, դստերը տարավ Էդուարդի մոտ, ով հուզված սպասում էր ծաղիկների կամարի տակ։ Լուսինեն, որպես քավոր, չէր կարողանում զսպել երջանկության արցունքները։ Նույնիսկ Անտոնը, իր հաշմանդամի սայլակում, անկեղծորեն հուզված էր թվում, դիտելով իր որդուն Հարսին, ափսոսանքի հպարտության խառնված հայացքով։ Երբ խաղաղության դատավորը նրանց ամուսին կին հայտարարեց, Էդուարդը Նարինեն իրենց միությունը կնքեցին մի համբույրով, որը խորհրդանշում էր ոչ միայն վերագտնված սերը, այլ կյանքի կողմից իրենց ճանապարհին դրված բոլոր խոչընդոտների նկատմամբ հաղթանակը։ Հաջորդած խնջույքը կյանքի, սիրո նոր սկիզբների տոն էր։ Լուսինեն, դիտելով իր ծնողներին պարելիս ծառերից կախված շողշողուն լույսերի տակ, լիակատարության զգացում ունեցավ, որը երբեք չէր փորձել։ Վերջապես հասկացավ, թե որտեղից էր եկել, ով էր, ուր էր գնում։ Ամիսներ անց նոր սկիզբներ հիմնադրամը պաշտոնապես բացեց իր դռները։ Բացման խոսքում Նարինեն, այժմ հաստատության գործադիր տնօրեն, կիսվեց իր կորստի վերամիավորման պատմությամբ, հույս ներշնչելով այլ ընտանիքներին, ովքեր նմանատիպ իրավիճակներում էին հայտնվել։ Մեր հիշողությունը այն է, ինչը մեզ սահմանում է, ինչը մեզ կապում է մեր անցյալի հետ, ձևավորում է մեր ապագան, ասաց նա, հուզված հանդիսատեսի առջ։ Երբ մենք կորցնում ենք մեր հիշողությունները, մենք կորցնում ենք մեր էության մի մասը։ Բայց այսօր ես այստեղ եմ ասելու, որ նույնիսկ ընդմիշտ կորած թվացող հիշողությունները կարող են վերագտնվել, որ նոր կապեր կարող են ստեղծվել, նոր պատմություններ կարող են գրվել։ Դահլիճի խորքում Լուսինեն հպարտությամբ դիտում էր մորը։ Նրա կողքին Էդուարդը բռնում էր նրա ձեռքը, նույնքան հուզված։ Տիկին Թամարը, այժմ ապրելով նրանց հետ նոր տանը, ժպտում էր արցունքների միջից, երախտապարտ լինելով, որ բավականաչափ ապրել էր, իր ընտանիքը նորից միասին տեսնելու համար։ Եվ Անտոնը, նույնիսկ ավելի ու ավելի փխրուն առողջությամբ, խաղաղ էր թվում, կարծես վերջապես հասկացել էր, որ մարդու իրական ժառանգությունը ոչ թե նրա ֆինանսական կայսրության կամ նրա անվան մեջ է, այլ այն սիրո մեջ, որը նա սերմանում է կյանքի ընթացքում։ Այդ գիշեր, մինչ բոլորը տոնում էին նոր փուլի սկիզբը, Լուսինեն մի պահ հեռացավ, աստղերին նայելու։ Նա մտածեց, թե ինչպես էր իր կյանքը ամբողջությամբ փոխվել այդքան կարճ ժամանակում, մենակ մատուցողուհուց մինչ ճանաչված դուստր, հաշտված թոռնուհի, առաջին անգամ ամբողջական ընտանիքի մաս։ Ապագան, նախկինում այդքան անորոշ մենակ, այժմ ներկայանում էր հնարավորություններով լի։ Կային սպիներ, այո, հին վերքեր, որոնք գուցե երբեք ամբողջությամբ չանհետանային։ Բայց կար նա հույս, ծեր վստահություն, որ անկախ նրանից, թե ինչ կլիներ առաջ, նա այլս երբեք մենակ չէր լինի։ Նարինեն մոտեցավ, դստեր ուսերին ձեռք դնելով։ Ինչ ես մտածում։ Այն մասին, թե ինչպես կարող է կյանքն այդքան արագ փոխվել, պատասխանեց Լուսինեն։ Այն մասին, թե ինչպես կարող ենք լույս գտնել նույնիսկ ամենամութ պահերին։ Գիտես, թե ինչ եմ սովորել իմ ճանապարհորդության ընթացքում, ասաց Նարինեն, նույնպես աստղերին նայելով։ Որ երբեմն պետք է ինչ-որ բան կորցնենք, որպեսզի իսկապես գնահատենք այն, ինչ ունենք։ Եվ որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Մայր ու դուստր մնացին այնտեղ, աստղազարդ երկնքի տակ, միացած մի կապով, որը ոչ ժամանակը, ոչ հեռավորությունը չէին կարողացել խզել։ Անվերապահ սիրո կապ, ավելի ուժեղ, քան ցանկացած ամնեզիա, ավելի երկարատ, քան ցանկացած բաժանում։
Եվ մինչ գիշերն առաջանում էր, բերելով նոր օրվա խոստումը, Լուսինեն հասկացավ, որ իր պատմությունը, իր ընտանիքի պատմությունը, առաջին հերթին դիմացկունության, հույսի սիրո պատմություն էր։ Սեր, որն ունակ է գերազանցել մոռացումը, ունակ է գտնել իր ճանապարհը դեպի հետ, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Նարինեի Լուսինեի պատմությունը շոշափել է ձեր սրտերը։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երկացանք, նույնքան գրավիչ պատմություններով։ Գտեք այն հենց այստեղ, սեղմելով ձախ կողմի պատկերակին։ Եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, թողնել ձեր հավանումը տեսանյութին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդությունը, մարդկային հույզերը։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը։ Անհամբեր սպասում ենք ձեր մեկնաբանություններին։